Խոսքը փոխանցում եմ դոկտոր Ոսկանյանին, պարոն Ոսկանյանի զեկույցի թեման է ազգային ինքնության ավանդական մոդելի արմատական վերանայման փորձը հետհեղափոխական Հայաստանում։ Խնդրեմ, պարոն Ոսկանյան։ Շնորհակալություն։ 20 թվականի ռազմական պարտությունից եւ դրանից հետեւած Արցախի հայաթափումից հետո առաջ եկած այդ խոր ճգնաժամին Հայաստանի իշխանությունները պատասխանել են ազգային ինքնության պատմականորեն ձևավորված համակարգի արմատական կերպափոխման ծրագրով, որը ներկայացվել է որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Որպես փիլիսոփա ես նախ եւ առաջ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ողջ հասարակության անունից հանրահռչակած ցանկացած գաղափարախոսություն կեղծ գիտակցություն է։ Սա մարքսիստական թեզ է, կեղծ գիտակցություն է ոչ թե այն իմաստով, որ ինքը անպայման սխալ բաներ է ասում, չէ։ Կեղծ գիտակցություն է այն իմաստով, որ նա ասում է ինչ-որ բաներ, որոնք որ պահպանում են որոշակի սոցիալական խմբերի շահեր, բայց ձև է անում, թե իբր թե նա խոսում է ամբողջ հասարակության անունից։ Այ կեղծությունը դրանում է, այսինքն իդեոլոգիան միշտ ուրեմն ինքը ասում է, որ բոլորի անունից է խոսում, իրականության մեջ միշտ խոսում է ինչ-որ մի մասի անունից։ Հիմա դրա համար այստեղ իսկ այդ ուրեմն առանձին խմբերը, այդ առանձին ուրեմն սոցիալական խմբերը իրենք բնականաբար ունեն որոշակի տիրապետության ծածկյալ հավակնություններ։ Ուրեմն դրա համար իդեոլոգիայի քննադատության իմաստը կայանում է նրանում, որ վերլուծես եւ տեսնես, թե ինչ ծածկյալ հավակնություններ են եւ որոնք են այն խմբերը, որոնք այդ հավակնությունները ունեն։ Ուրեմն ահա այս է լինելու իմ նպատակը, որպեսզի մենք հիմա անդրադառնանք հետհեղափոխական Հայաստանում ձևավորված քաղաքական կառույցին եւ նրա անմիջական շահառուներին, ովքեր են շահառուները։ Դեռևս մի քանի տարի առաջ անմիջապես ուրեմն պատերազմից հետո ես մի ելույթ ունեցա բավական մեծ, որը հիմա էլ ինտերնետում կա, եւ այնտեղ փորձեցի որոշ վերլուծություններ անել այն համակարգի մասին, որը մեզ մոտ ձևավորվել է 18 թվականից եւ թե ինչ է այստեղից բխում։ Իմ ենթադրությունը այն էր, որ Հայաստանում առաջ է եկել նեոբոնոպարտիզմի տարատեսակ։ Դա մի զարմանալի բան չի, որովհետև հիմա շատ երկրների մասին ասում են, որ այնտեղ էլ այսպես նոր բոնոպարտիստական ռեժիմներ են։ Բայց ես ուզում եմ բացատրել, դա ինչ է նշանակում։ Բոնոպարտիզմի այդ գաղափարը էլի նորից կներեք, Մարքսն է ուրեմն առաջ քաշում, ինչ կապակցությամբ։ Նա հիշեցնում է, որ ժամանակին ուրեմն մեծ Նապոլեոն առաջինը, ստեղծել էր մի մեծ ահռելի գյուղացիների, պարծյալ գյուղացիների դաս։ Այդ պարծյալ գյուղացիները նրանք էին, որ ամեն մեկին մի փուճուր կնտոր ուրեմն հողակտոր էին տվել եւ մարդիկ ապրում յոլա են գնում։ Բայց մի քանի սերունդի ընթացքում այդ գյուղացիները աղքատանում են, լիովին կորցնում են իրենց ունեցվածքները, դառնում են այսպես լումպենացվում են եւ մնում են մի անկապ զանգված, որը այն աստիճան ատոմացված է, որը նույնիսկ ի վիճակի չէ ինքը իր շահերը ներկայացնելու։ Եվ ահա բոնոպարտիզմը ըստ Մարքսի այն է, որ գալիս է այդ երկրորդ Բոնոպարտը, Լուի Բոնոպարտը, եւ ասում է՝ ես եմ ձեր շահերը ներկայացնողը։ Ես խոսում եմ ձեր անունից։ Եվ ահա այդ զանգվածը, այդ ատոմացված, խեղճացած, աղքատացած զանգվածը այդ մարդու մեջ տեսնում են նրան, ով որ մարմնավորում է իր շահերը եւ հետաքրքրությունները։ Բոնոպարտիզմը սա է։ Հիմա ես ուզում եի ցույց տալ, որ այստեղ մենք ունենք որոշակի զուգահեռ։ Զուգահեռը այն է, որ այնուամենայնիվ Հայաստանում ցավոք սրտի շատ երկար ժամանակ ձևավորված է եղել այդ ուրեմն օլիգարխիկ քրեական համակարգը, չվախենանք այդ արտահայտությունից, եւ մի մեծ զանգված մարդկանց փաստորեն լրիվ ներքև է իջեցվել, աղքատացել է, կորցրել է քաղաքական դաշտում իրեն ներկայացնելու հնարավորությունը եւ այդպես մնացել։ Հիմա 18 թվականի հեղափոխության իմաստը այն էր, որ այդ զանգվածը, ճնշված, ատոմացված զանգվածը հասարակության ասպարեզ է դուրս գալիս, իրենց հայտնագործում են եւ սկսում են խոսել իրենց անունից։ Մենք եկել ենք ձեր անունից խոսելու։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ այնուամենայնիվ այդ զանգվածը հասարակության մի մասն է։ Միայն հասարակության մասն է, բայց այն ներկայացվում է որպես ամբողջ եւ անունը դնում են ժողովուրդ։ Մենք խոսում ենք ժողովրդի անունից։ Դա ամբողջ ժողովուրդը չի, բայց մենք խոսում ենք ժողովրդի անունից։
Այս վերացական կոնստրուկտին, որը կոնստրուկտ է, որովհետև ժողովուրդը ընդհանրապես կոնստրուկտ է, այդ վերացական կոնստրուկտին յուրահատուկ սոցիալական բովանդակություն է վերագրվում 19 թվականին հրատարակված ովքեր արին հեղափոխությունը գրքույկում, որի բովանդակությունը համաձայնեցվում է գործող վարչապետի հետ։ Սա այս փոքրիկ գրքույկն է, որը շատ հետաքրքիր գրքույկ է։ Ես ժամանակին ուրեմն առիթ ունեցա հեղինակի հետ խոսելու, առաջարկելով որ բանավիճենք, որովհետև այն ժամանակ էլ համաձայն չէի, ինքը հրաժարվեց բանավիճից, բայց մի քանի թեմաներ կան, որ այստեղ պետք է ասվել։ Առաջինը դա այն էր, որ եզրակացություն է կատարվում այստեղ, որ այդ ժողովուրդ ասացի կազմորոշ կառույցը ընտանիքն է, որովհետև այս գրքույկում գրվում է, որ ովքեր արին հեղափոխությունը, չէ, ուրեմն պատասխանը հետևյալն է, հեղափոխությունը արեց ընտանիքը, ընտանիքները արեցին հեղափոխությունը, քանի որ ջահելները դուրս էին եկել պայքարի եւ ուրեմն ծնողները վախեցան, որ իրենց կճնշեն եւ դուրս եկան ընտանիքները տեր կանգնելու իրենց զավակներին։ Սա ինձ համար բացարձական հասկանալի թեզ է, բայց այդ թեզը այստեղ ուրեմն ներկայացվել է։ Բայց դա դուրս է գալիս ուրեմն, որ ժողովուրդ ասելով մենք հասկանում ենք ընտանիքը, որովհետև ժողովուրդը ընկալվում է ընտանեկան մոդելի մեջ։ Եվ այստեղից է, որ մենք բոլորս հիշում ենք, առաջ է գալիս այդ հայտնի լոզունգը. Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքը։ Ես այն ժամանակ արդեն մի քանի անգամ տարբեր հարթակներում ասել եմ, որ դա շատ վտանգավոր թեզ է, որովհետև եթե մենք ժողովրդին պատկերացնում ենք որպես ընտանիք, ապա դուրս է գալիս, որ մենք ուրեմն սոցիալական այդ ուրեմն ընդհանուր կառույցը փաստորեն մերժում ենք, որովհետև տեսեք, ընդհանրապես փաստորեն կա պատկերացում, որ հասարակությունը 3 առնվազն շերտ ունի՝ ընտանիք, քաղաքացիական հասարակություն եւ պետություն։ Այդ 3-ը իրար մեջ են, ու դա ուրեմն Հեգելից եկող հայտնի թեզ է։ Հիմա եթե դուք ժողովուրդը որպես մեծ ընտանիք անմիջականորեն ստորոգում եք պետությանը, ապա դուրս է գալիս, որ հասարակությունը մեջտեղից դուրս է գալիս։ Այդ բոլոր խոսակցությունները, քաղաքացիական հասարակություն չկա, կա ընտանիք, որը գալիս է հավեսով, կպչում է պետությանը։ Եվ այդ դեպքում բնականաբար հարց է առաջանում, թե բա այդ ընտանիքի, մեծ ընտանիքի, ժողովրդի որպես ընտանիք եւ պետության կապը ինչպես է իրականացվում, ու այստեղ ուրեմն փաստորեն երկանդամ է գոյանում ժողովուրդ առաջնորդ։ Ժողովուրդ առաջնորդ, այսինքն առաջնորդը անմիջականորեն ուրեմն փաստորեն ներկայացնում է ժողովրդին։ Այստեղ մի շատ հետաքրքիր բան էլ կա, ինչպես եք դուք համոզվում, որ առաջնորդը եւ ժողովուրդը այդպես կպած են իրար։ Մի ձևակերպում կա, որը օգտագործվել է, ես դա վերցրել եմ ուրեմն մամուլից, զարմանալի ձևակերպում է ժողովրդի առողջ բնազդով կատարված ընտրությամբ։ Հասկանալի է, որովհետեւ մենք խոսում ենք առողջ բնազդի մասին, ապա սա մի իրացիոնալ հարցադրում է, որի շուրջը էլ այլևս քննարկումը իմաստ չունի։ Մի ուրիշ հետաքրքիր բան էլ կա, որը այս գրքույկում ուրեմն ազդեցություն է ունեցել։ Որտեղ այս գրքույկը ինչով է հետաքրքիր, սա պոլիտեքստ է։ Այստեղ գրված է մի ուրեմն վերլուծական, ովքեր արին հեղափոխությունը, եւ դրան կցված են ուրիշ տեքստեր՝ Ռաֆուց, Աշոտ Հովհաննիսյանից, Միքայել Նալբանդյանից, մասնավորապես օրինակ Ռաֆուց վերցած է մի ահռելի տեքստ, շատ համոզի, շատ վարակիչ մի տեքստ այն մասին, որ Հայաստանում բացի ընտանիքից բան չկա։ Ես անընդհատ ասել եմ, որ ներողություն, եթե դու մի պոլիտեքստ ես կազմում, ապա դու պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո գրածի համար, այլև բոլոր այն տեքստերի համար, որոնք դրանց ստորոգել ես, որովհետև դու այդ բոլորը բերել ես որպես մի ընդհանրություն։ Բայց այստեղ մի շատ հետաքրքիր տեքստ կա, շատ հետաքրքիր տեքստ, Սլիկ Երեցի հեքիաթը։ Այդ Սլիկ Երեցը ով է եղել, ու միջնադարում, ուրեմն սկզբունքորեն դա ենթադրվում է, որ այդ հեքիաթը Պավլիկյանների ղեկավար Կոնստանտինոս Սիլվանոսի մասին է։ Սիլվանոսը դարել է Սլիկ Երեց։ Ուրեմն այս Սլիկ Երեցը ժողովրդական հեքիաթ է, եթե վերցեք կարդաք, իմիջիալից կայքում էլ սա կա, շատ հետաքրքիր մի պատկեր է, այս Սլիկ Երեցը ուրեմն վեր է կենում, ընտանիքը հավաքում է, նստում, ուրեմն նստացնում է էշի վրա, թե գնում եմ դրախտ։ Եվ հանդիպում է տարբեր մարդկանց։ Հանդիպում է Աթամին, Աթամն ասում է, ուր ես գնում եմ դրախտ, դու հոգեկան չես, ոնց ես դրախտ գնում, դա գնաք դու ով ես, այսինքն փայտով այսպես վախեցնում է, Աթամը փախչում է, հետո գնում է մյուսին, ուրեմն ասենք հանդիպում է Մովսեսին, Մովսես ուրեմն
5 տակարանի Մովսեսին, ես ուր ես գնում, բա գնում եմ հրախտ, ո՞նց է գնում ես հրախտ, բա դու ով ես, դու այն մարդը չես, որ քո ժողովրդին խաբեցիր 40 տարի ստեղ այնտեղ քաշեիր տալու եւ այլ։ Այսինքն այսպես մի ահռելի շարք, վերջում Հիսուս Քրիստոսին էլ է անպատվում, բայց հետո նեղանում է եւ այլովս հրախտ ուրեմն դրախտ չի գնում։ Ինչու է սա հետաքրքիր, որովհետեւ տեսեք, մենք գիտենք, որ Պավլիկյանների այդ շարժումը ինքնին շատ յուրահատուկ էր։ Մի կողմից դա սոցիալական դժգոհություն էր, ընդվզում էր կարգերի դեմ, բայց մյուս կողմից շատ այսպես գրեհկացված ընդվզում էր, հասկանալի է, գրեհք ընդվզում էր։ Ուրեմն այս գրեհկությունը, որ ես եկել եմ բոլորիդ ջարդեմ, դու կարող ես քննադատել եւ Մովսեսին, եւ Հիսուս Քրիստոսին, եւ Ադամին, եւ Եվային, բայց այդ բոլորին համատարած ռամկական ձևով քննադատելը փայտը թափահարելով մեզ հիշեցնում է հետագայում մուրճը թափահարելու ուրեմն այդ հայտնի պատմությունը։ 20 թվականի պատերազմից հետո սկսվում է Արցախյան շարժման պայմաններում ձևավորված եւ նրա կնիքը կրող երրորդ հանրապետության կազմակերպումը։ Նորից ես այստեղ ոնց որ թե առաջամարտիկի դիրքում էի, որովհետև այդ իմ ելույթում, դա անմիջապես ասում եմ այդ երկրորդ ընտրություններից հետո էր, ես ասացի, որ այն գաղափարները, որ իբր ժողովուրդը մերժել է նախկիններին, ճշգրիտ չեն։ Ժողովուրդը ոչ թե նախկիններին է միայն մերժել, ժողովուրդը մերժել է երրորդ հանրապետությունը որպես այդպիսին։ Այդ ժամանակ ես այդ ենթադրությունը արել եմ, որովհետև չենք ուզում, ձեր երն էլ անիծած, այս ամբողջը մեզ պարտադրվածը հոգնել ենք չենք ուզում, բայց ես կարծում էի այդ ժամանակ, դա մի քանի տարի առաջ է, ես կարծում էի, որ դա գնալու էսպես դանդաղ, սողացող, բաց չի ասվելու, էլի, որ մենք մերժում ենք երրորդ հանրապետությունը, բայց հետո շատ սլացիկ գնաց, միանգամից էսպես անցավ, եւ փաստորեն ուրեմն սկսվում է այդ արցախյան հետքի իսպառ ոչնչացումը։ Բայց հետաքրքիր է, որ այստեղ այդ Արցախյան հետքի իսպառ ոչնչացումի հետ միասին գնում է ուրեմն ինքնության կենսաշխարհային հիմքերից հրաժարումը։ Բոլորս գիտենք, նոր էլ այստեղ թվարկվեց, իրական պատմական Հայաստաններն են, Արարատը որպես հայության խորհրդանիշ արագածով փոխարինելու փորձ, ընդ որում զվարճալին ինչ է Արարատի պատմության մեջ, որ Արարատը շատ ավելի ներկա է Հայաստանում, քան թե Արագածը։ Իսկ ամեն օր վեր եմ կենում, Արարատը տեսնում եմ, Արագածը չեմ տեսնում։ Այսինքն հայտնի չի էլի, թե դեռ որն ավելի մեզ մոտիկ։ Ինչևէ, ուրեմն ցեղասպանության խնդիրը, հայոց պատմության վերանվանումը Հայաստանի պատմության եւ նույնիսկ ինչպես օրերս ականատես եղանք, ֆաշիզմի դեմ պայքարում էլ հայ ժողովրդի ունեցած ավանդի արժեզրկումը։ Բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ նշված գործընթացը միանգամից երկու խնդիր է լուծում, մեկը չի։ Մեկը այն է, որ մենք կարող ենք ենթադրել, որ լուծվում է, ասենք, օտար պահանջով։ Ենթադրենք, թե մենք պարտություն ենք գրել պատերազմում, ահա մեզանից պահանջում է Ադրբեջանը, պահանջում է Թուրքիան, որպեսզի մենք ինչ-ինչ զիջումների գնանք, եւ մենք ահա իրականացնում ենք, այսպես ասեմ, պարզ եթե ասենք, դենացիֆիկացիա։ Այն ինչ որ մենք անում ենք, դա դենացիֆիկացիա է։ Ընդ որում այդ դենացիֆիկացիան իր ուժգնությամբ համեմատելի է միայն երկու պատմական օրինակի։ Մեկը ուրեմն դա բոլշևիկների պայքարներ նացիոնալիզմի դեմ 20-ական թվականների, 30-ական թվականների, եւ մյուսը ուրեմն հետպատերազմական Գերմանիայի դենացիֆիկացիան էր, որը կատարվել է ուրեմն արևմտյան ուժերի պնդմամբ։ Սա այս մի հարցը պարզ է, այս դենացիֆիկացիան պարզ է, բայց այստեղ մի ուրիշ հետաքրքիր պահ կա, որը ուրեմն զուգահեռ է գնում։ Դա այն է, որ այդ process-ը ապահովում է Հայաստանում տիրապետող գավառական բոնոպարտիզմի գաղափարական հիմնավորումը։ Սրա հիմքում ընկած է մի շատ կարևոր բան, սկզբունքային հակաէլիտարությունը։ Այսինքն էլիտան որպես այդպիսին պետք է մի կողմ դրվի։ Էլիտարությունը պետք է ոչնչացվի։ Այսինքն այստեղ տեսեք ինչ է դուրս գալի, նես չէ՞, որ ինձ պարտադրել է Ալիևը եւ սա անում եմ։ Ալիևը գուցե պարտադրում է, բայց ինձ համար սա ընդունելի է։ Դա շատ կարևոր խորքային գաղափարական համոզմունք է, որ ես եկել եմ ժողովրդի շահերը պաշտպանեմ, այն ժողովրդի, որի մասին ես խոսեցի։ Եվ այդ ժողովուրդը էլիտարություն չի ուզում։ Այստեղ մի շատ հետաքրքիր բան է առաջանում, որ ազգային ինքնության այդ պատմականորեն ձևավորված մոդելի բաղկացուցիչները հայտարարվում են ժողովրդից կտրված էլիտար խմբերի ստեղծած կամ դրսից ընդօրինակված եւ ժողովրդին պետական վարչական լծակներով նույնիսկ բռնի ուժով պարտադրված։ Այսինքն դուրս է գալիս, որ այն ինքնությունը, որ դուք ունեք, դա ուրեմն դրսից է ստեղծված եւ ձեզ պարտադրված ինքնություն է։
Կամ դրսից է ստեղծված ձեզ պարտադրված, կամ էլ էլիտաները իրենք գնացել են սովորել են եւ եկել են ձեզ էլի նորից պարտադրել են։ Ահա ուրեմն այս օտար տարրերին հակադրվում է ժողովրդի գաղափարախոսությունը։ Ժողովրդի գաղափարության իմաստը այն է, տեսեք ինչ հետաքրքիր ձևակերպ էլի նորից ցիտատ է։ Սա այն է, որ մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ կարող է դառնալ պետական գաղափարախոսություն։ Այսինքն, այսքան ժամանակ էլիտաները մեզ պարտադրում էին իրենց էլիտար գաղափարախոսությունը, հիմա մենք ուրեմն դրան հակադրում ենք ժողովրդի գաղափարախոսությունը եւ ահա ժողովրդի գաղափարախոսությունը 3000 տարվա մեջ առաջին անգամ կարող է դառնալ պետական գաղափարախոսություն։ Սա իհարկե ճշգրիտ չէ եւ չի կարող ճշգրիտ լինել, այն պարզ պատճառով, որ ժողովրդի գաղափարախոսություն չի լինում։ Չկա տենց բան։ Գաղափարախոսությունները միշտ ստեղծում են գաղափարախոսները։ Ուրիշ բան է, որ գաղափարախոսները այդ գաղափարախոսությունը ստեղծելով վերագրում են այդ գաղափարախոսները, ուրեմն այդ գաղափարները ժողովրդին։ Մենք գիտենք, օրինակ ռուսները երբ որ ունեին արևմտամետների եւ սլավանոֆիլներին, այդ սլավանոֆիլների գաղափարախոսությունը մուժիկները չէին ստեղծում։ Ստեղծում էին ազնվականները, որոնք իրենց ներկայացնում էին որպես այդ ժողովրդի ներկայացուցիչներ։ Ուրիշ դեպի դա չի լինում։ Դա միշտ այդպես է լինում։ Հետևաբար, հա ուրեմն այս որ մենք ասում ենք, թե ժողովրդի գաղափարախոսությունը վերջապես մենք գտել ենք, ուրեմն պետք է հարց տանք, թե ովքեր են այն իշխանության արհեստավարժ գաղափարախոսները, որոնք ուրեմն այդ հանդես են գալիս որպես ժողովրդի գաղափարախոսության ներկայացուցիչներ։ Ինչն է հետաքրքիր, որ այստեղ ուրեմն առաջ է քաշվում մի շատ հետաքրքիր տես, որ այդ էլիտար հակաժողովրդական գաղափարախոսությունը սկսում է ոչ ավել, ոչ պակաս, այլ հայոց ոսկեդարից։ Նույն հեղինակն է այդ մասին գրել ուրիշ մի հոդվածում, հայոց ոսկեդարից։ Այսինքն ինչ է դուրս գալիս։ Մենք գիտենք ինչ է տեղի ունենում հայոց ոսկեդարում։ Մենք գիտենք, որ հայերը ուրեմն ընդունում են քրիստոնեություն, հայերը ստեղծում են իրենց ուրեմն գիրը, եւ ահա սկսում է այդ թարգմանական process-ը։ Այդ թարգմանական process-ը դա գիտենք հայտնի է կոչվում է հունաբան թարգմանչական դպրոց։ Ուրեմն այդ հունաբան թարգմանչական դպրոցը դու մի ասա, ուրեմն առաջին սորոսականներն են, էլի, որոնք եկել են եւ ուրեմն հայ ժողովրդին պարտադրել են որոշակի օտար գաղափարախոսություն։ Այսինքն դուրս է գալիս, որ այն ժամանականից իրենք մեղսակից են։ Այսինքն դուրս է գալիս, որ Մովսես Խորենացին էլ մեղսակից է։ Դե Մովսես Խորենացին, եթե որևէ մեկը հիշում է, կարդացել է, ոտքից գլուխ սորոսական է, դա մենք բոլորս գիտենք։ Որովհետև օրինակի համար իմ լավ բարեկամ Ալբերտ Ստեփանյանը, որը շատ մանրամասնորեն զբաղվում է ուրեմն այդ ժամանակաշրջանով, նա մի հետաքրքիր բան էր ասում է, երբ որ դե գիտեք, բոլորդ Մովսես Խորենացու լեզուն շատ խրթին լեզու է։ Ասում է, երբ որ կարդում ես Մովսես Խորենացուն, ուրեմն չես հասկանում ինքը ինչ ասում է, իր դժվար գաղափարով, բռնում ես թարգմանում ես հունարեն եւ ամեն ինչ պարզ է դառնում։ Այսինքն մարդը մտածում է հունարեն։ Ինքը հունարեն մտածում է, մտքում թարգմանում է, ուրեմն գրաբարի։ Եվ դրա համար գրաբարը բարդ է ստացվում, հունարենը հեշտ։ Հա, այդ մարդը այդ իմաստով սորոսական էր։ Եվ այդ դուրս է գալիս, որ ուրեմն այն ժամանակվանից ահա մեզ պարտադրվել է այդպիսի մի շատ յուրահատուկ գաղափարախոսություն, որը վերջապես մենք թոթափելու ենք։ Այստեղ մի ուրիշ զվարճալի բան էլ կա, ելնելով նրանից, որ ուրեմն Տեր-Պետրոսյանը ժամանակին մի հոդված է գրել Խորենացու մասին, եզրակացություն է արվում, որ ահա ուրեմն փաստորեն երրորդ հանրապետության հիմնադիր նախագահը իր քաղաքականության հիմքում դրել է հունասեր թարգմանական հոգեկերթվածքի քաղաքական կառույցը։ Այսինքն դուրս է գալիս, որ երրորդ հանրապետությունը ձևավորվել է ահա այդ ուրեմն հունասեր թարգմանական հոգեկերթվածքի հիման վրա եւ ուրեմն դարել է պետություն հոգեկերթվածք։ Այսինքն հիմա խնդիրը այլ է, հիմա մենք պետք է այդ պետություն հոգեկերթվածքը ուրեմն փոխարինենք մարմին պետությամբ։ Այսինքն դուրս է գալիս, որ մենք սկզբունքորեն նոր պետություն ենք կառուցում եւ այդ սկզբունքորեն նոր պետության մեջ դասական գործառույթները մաքրվում են եւ միակ ուրեմն նպատակը, գերնպատակը դառնում է ամեն գնով նվաճված կենցաղային բարօրությունը։ Միակ նպատակը այդ պետության ամեն գնով նվաճված կենցաղային բարօրությունն է։
Ես առիթ եմ ունեցել ես վերջերս այնպես եղավ ստացվեց մի քիչ պատահական, որ այդ Բուն TV-ի եթերում մի քանի անգամ բանավեճեր ունեցա եւ այնտեղ ուրեմն երբ որ ես ասում եմ, որ ախր դուք ասում եք, որ փաստորեն բացի կենցաղային բարօրությունից ոչինչ չկա, ինձ ասում են, չէ, ինչ եք ասում, մենք որ ասում ենք բարօրություն, դրա մեջ նաեւ մտցնում ենք հոգեվոր տարր։ Ուրեմն ես փորձում եի փաստարկել հետեւյալ կերպ, որ հոգևորը չի կարող այստեղ մտնել այն պարզ պատճառով, որ ոգին այլ բան չէ, քան ինքնահաղթահարում։ Ոգին ստեղծագործական այն ընթացքն է, երբ որ մարդը ինքն իրեն հաղթահարելով առաջ է գնում։ Ես ժամանակին մի ահռելի գիրք եմ գրել Չարենցի մասին, որը Մարինեն ոչ մի կերպ չի ուզում կարդալ, որովհետև ասում է, որ շատ հաստ է։ Ուրեմն այդ գիրքը կոչվում է ուրեմն պատմությունը որպես ինքնահաղթահարում։ Ես փորձել եմ Չարենցի ամբողջ շարժը ցույց տալ, որ ինքը իրեն անընդհատ հաղթահարելով առաջ է գնում։ Եվ Նովալիսի մի փայլուն խոսքը կան, ասում է, ոգին ասում է, ուրեմն իրականացնում է անընդհատ ինքնապացույց։ Եթե ինքդ մի պահ կանգնեցիր, այլևս դու հոգի չես։ Պետք է անընդհատ առաջ գնաս։ Հիմա ինչպես կարող է ուրեմն այդ կենցաղային բարօրությունը դիտարկվել նաև որպես հոգևոր երևույթ, եթե մենք ունենք մեկ այլ ցիտատ, որը ես հիմա ասում եմ։ Սա ցիտատ է նորից։ Ժողովուրդն ասում է. «Լսեք, չենք ուզում այլևս մաքարել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»։ Բայց եթե դուք ուղղակի ուզում եք ապրել, ապա դա նշանակում է, որ դուք հրաժարվում եք ինքնահաղթահարման որևէ ճիգից։ Դուք ոչ մի ինքնահաղթահարման գաղափար այլևս չեք ընդունում։ Եթե դուք գալիս եք նրան, ինչ որ Ֆուկույաման ժամանակին գրել էր վերջին մարդկանց մասին, հետո ինքն էլ փոշմանեց, ասեց կներեք ալատ եմ արել, բայց մենք էլ չենք ասում։ Այս առիթով ես, չգիտեմ, մի անգամ ասել եմ, ոնց որ այնքան լավ չընդունվեց, բայց իմ պարտն եմ համարում նորից կրկնեմ, շատ հետաքրքրական է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը։ Որովհետև տեսեք, եթե դուք համարում եք, որ մարդու միակ նպատակը կյանքում պետք է լինի կենցաղային բարօրությունը, ապա դուք իհարկե չեք կարող հավատալ մի մարդու, որը ունեցել է կենցաղային բարօրության բոլոր հնարավորությունները, բայց չգիտես ինչի գնացել ինքնազոհողության։ Ուրեմն ուզեք, չուզեք, պետք է մտածեք, որ այս մարդը ինչ-որ մի հատ թաքուն բան անում է։ Ոնց կարող է պատահի, որ լրտես չլինի, ոնց կարող է պատահի խնդիր չլուծի, ոնց կարող է պատահի մի գաղտնի բան չունենա, հո մարդը գիշ չի, ուտել խմելը կա, մեքենաները կան, տները կան, մեկ էլ վերջնում է գնում է ինքնազոհության։ Եթե դուք այդպես եք ասում, այդ բոլոր բաները դառնում են սկզբունքորեն անհնարին։ Հիմա, եթե մենք վերանում ենք այդ բոլոր հերոսականությունից, վերանում ենք այդ բոլոր գաղափարներից, ապա իրական Հայաստանի ինքնության մոդելում հայրենիքի պաշտպանի փոխարեն հերոսի դերը, մենք գիտեք, ստանձնում է հարկ վճարողը։ Հարկ վճարողը դառնում է միակ հերոսը։ Okay, հիմա հարկ վճարելու մեջ վատ բան չկա, բայց այստեղ մի շատ հետաքրքիր բան կա, ուրեմն մտցվում է եկամուտների համատարած հայտարարագրման կարգ։ Թվում է թե սա տնտեսական կարգ է, ինչ է եղել, լավ է, ճիշտ է, պետք է մտցնել։ Բայց գիտեք, ես խոսել եմ ուրեմն տնտեսագետների հետ, ընդ որում շատ այսպես լուրջ տնտեսագետների հետ, որ ոչինչ քաղաքական միտումներ չունեն, հանգիստ, գիտնական մարդիկ են, եւ կարծիքները շատ հստակ են։ Նախ այդ մարդիկ ասում են, որ մեզ համար հասկանալի չի, թե ինչով է դա օգնում այդ եկամուտների ուրեմն բանին, վերստուգման, որովհետև եթե մենք ունենայինք հարկման պրոգրեսիվ սանդղակ, ապա կարելի կլիներ ասել, որ դա օգնում է։ Բայց եթե մենք ունենք համահարթ հարկման սանդղակ, ապա այստեղ դա առանձնապես օգուտ չի տալիս։ Մյուսը ավելի հետաքրքիր, որովհետև ինքը զբաղվել է այդ հարցերով մինչ այդ, ավելի հետաքրքիր բան է ասում, նա ասում է, այստեղ խառնված է երկու բան։ Ուրեմն այդ սխեման երկու շերտ ունի։ Մեկը ուրեմն եկամուտների հայտարարագրումն է, իսկ մյուսը դրամական հոսքերի հայտարարագրումն է։ Եթե եկամուտների հայտարարագրումը հասկանալի է, որ դուք ուզում եք այնպես անեք, որ մարդը վճարի իր բոլոր ուրեմն այդ պարտքերը, ապա ուրեմն դրամական հոսքերի այդ ուրեմն բանը, այդ ուրեմն հայտարարագրությունը միայն մի նպատակի է ծառայում, որպեսզի դուք ուրեմն կոռուպցիոն իբր ռիսկերն եք վերահսկում, բայց դուք դրանով փաստորեն վերահսկում եք ամբողջ հասարակությունը։ Այսինքն դուրս է գալիս, որ դուք տիրապետում եք ամբողջ հասարակության մեջ բոլոր ֆինանսական շարժերին։ Եթե ես եղբորս
դրամ եմ ուղարկում, ինքն էլ ինձ հետ է ուղարկում, դա ես պետք է հայտարարագրեմ։ Եթե իմ որդին ինձ դրամ է ուղարկում, ես չգիտեմ ինչ ան, դա ես պետք է հայտարարեմ։ Այսինքն դուրս է գալիս, որ մենք այստեղ դուրս ենք գալիս սովորական հայտարարագրման սկզբունքից եւ իրականացնում ենք ուրեմն մի համատարած, այսպիսի ուրեմն վերահսկող համակարգ, որը փաստորեն ոչ այնքան տնտեսական կարգավորման, այլ համատարած վերահսկողության միջոց է, որ գիտեք աշխարհում ընդունված ասել surveillance state։ Այսինքն ամբողջությամբ դուք կարող եք մարդկանց վերահսկել։ Այսինքն դուրս է գալիս, որ այդ մարմին ժողովուրդը, որի միակ ֆունկցիան փաստորեն այդ հարկ տալն է, ինքը ուրեմն դառնում է պետական ապարատի մշտական, ուրեմն մշտադիտարկման տակ է հայտնվում, ոչ միայն հարկատվության, այլև բոլոր հնարավոր ֆինանսական հոսքերի առումով։ Բայց տեսեք այդ դեպքում ինչ է դուրս գալիս։ Հիմա մենք գալիս ենք այս սկզբի հարցին։ Երբ որ մենք ասում ենք, որ երբ որ դուք ասում եք գաղափարախոսությունը երբեք չի արտացոլում ամբողջ ժողովրդի շահերը։ Գաղափարախոսությունը արտացոլում է միայն ժողովրդի մի մասի շահերը, որոշակի սոցիալական խմբերի։ Հիմա հարցը առաջանում, որն է այդ սոցիալական խումբը, որի շահերը դա արտացոլում է։ Այս տրամաբանությամբ, որով ես փորձեցի իմասա ներկայացնել, այդ միակ խումբը դա ուրեմն փաստորեն պետական ապարատն է, որը ինքը իրեն նույնացնում է պետության հետ։ Պետական ապարատը, որը ինքն իրեն նույնացնում է պետության հետ եւ հանդես է գալիս փաստորեն որպես իրական Հայաստանի գաղափարախոսության հիմնական շահառու։ Տեսեք, ես ինչու եմ այս ուղղությամբ տանում հարցադրումը, որովհետև ինձ համար այնքան չի հարցը, որ այ տեսեք, մեր ինքնության, այսպես տարրերը մերժվում են, դրվում են մի կողմ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ այդ ինքնության տարրերի մերժումը կապված է նաև սոցիալական կառույցի հետ եւ կապված է շատ հստակ սոցիալական շահերի հետ։ Այս շահերը մենք տեսնում ենք։ Այդ դեպքում դուրս է գալիս, որ հիմա մենք խոսում ենք անընդհատ կոռուպցիա կա, կոռուպցիա չկա, չէ՞, կոռուպցիան վերացել է, կոռուպցիան շատացել է, կոռուպցիան քչացել է, որովհետև պետությունը պարզապես, այսպես ասած, կոռուպցիոն մեթոդներով թալանելու փոխարեն տեղի է ունենում մի ուրիշ երևույթ՝ պետության յուրացում։ Այսինքն պետական ապարատը դառնում է այդ պետության լծակները վերցնելով, դառնում է այդ պետության տերը։ Ընդ որում ինչ հետաքրքիր օրերի նորից, ոչ մի բան լուսնի տակ նոր չէ, այդ բանի մասին շատ վաղուց գրվել է, խոսվել է եւ առաջին խոսող եղել է լուսահոգի Լև Դավիդովիչ Տրոցկին, որ այդ ժամանակ արդեն դուրս էր շպրտված սովետական միությունից, նա մի գիրք ունի գրած, որը կոչվում է ուրեմն դավաճանված հեղափոխություն, Տրեդն ռևոլյուցիա, եւ այնտեղ ահա նա գրում է, որ սովետական միությունում առաջացել է մի նոր դասակարգ, դա բյուրոկրատիան է։ Բյուրոկրատիան դարել է նոր դասակարգ, որովհետև նա անվանական ձևով չունի սեփականություն, դա իր սեփականությունը չի, բայց իրականում դա ուրեմն պետական սեփականությունը նա տնօրինում է որպես իր սեփականություն։ Այդ մասին գրել է ոչ միայն Տրոցկին, եթե ասես, որ ինքը աղաբիժնիկ էր, գրել է նաև Միլովան Ջիլասը, որը եղել է ժամանակին ուրեմն Տիտոյի, Հարասլավիայում Տիտոյի ուրեմն խորհրդականը եւ հետո ուրեմն հեռացել է եւ նույն բանը գրել է ինքը, ուղղակի այսպես գիրքը կոչվում է ուրեմն Nucleus։ Այսինքն այս իմաստով դուրս է գալիս, որ մենք կարող ենք տեսնել, թե ովքեր են շահառուները։ Միևնույն ժամանակ, ես չէի ուզենա, որպեսզի այդ համեմատությունը շատ հեռու մեզ տաներ, որովհետև տեսեք, այդ մենք որ խոսում ենք սովետական միությունում բյուրոկրատիան դարել է նոր դասակարգ, դա կարող է լինել միայն տոտալիտար պայմաններում։ Մենք չունենք տոտալիտար պետություն եւ մենք չունենք ոչ մի, այսպես ասած, հնարավորություն այդպիսի պետություն ստեղծելու, մեր ժողովուրդը չի եւ պայմաններն դրանք չեն։ Հետևաբար մաքուր ձևով այդ բյուրոկրատիան չի կարող դառնալ դասակարգ։ Բայց մի ուրիշ բան կարող է տեղի ունենալ, որը եւ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ դրա հետ միասին վերադարձ, մասնակի վերադարձ դեպի քրեա օլիգարխիկ համակարգ։ Ինչն է խանգարում։ Եվ դա ուրեմն ահա մենք տեսնում ենք, երբ որ ինչ է նշանակում քրեա օլիգարխիկ համակարգը, ժամանակին այդ մասին վերլուծել են, բավական հետաքրքիր բաներ կա գրած, այ Ստեփանը շատ լավ գիտի, մեր լավ բարեկամ Մանվելը Սարգսյանը այդ մասին շատ լավ է գրել, երբ որ ուրեմն տարբեր կուսակցական ուժերը գալիս են որոշակի համաձայնության եւ բաժանում են ազդեցության ոլորտները։
Դե հիմա ոնց որ մենք տեսնում ենք այդ process-ը փառք Աստծո գեղեցիկ ձևով արդեն սկսում է վերարտադրել եւ ահա մենք տեսնում ենք այս բանը, որ այդ ինքնության մոդելի փոփոխությունը ինքը ոչ թե պարզապես ինքնության մոդելի փոփոխությունն է, այլ ահա ուրեմն քաղաքական, սոցիալական եւ շահադիտական որոշակի նպատակներ է հետապնդում, որը բնական է, որովհետեւ այլ կերպ հասարակությունը գոյություն ունենալ չի կարող։ Սա է այն ամենը, ինչ որ ես ուզում եմ այսօր դες ներկայացնել, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ոսկանյան, շատ հետաքրքիր եւ շատ խորհրդային վերլուծության համար։ Մեր հասարակությունը այսօր նման վերլուծությունների պակաս ունի եւ ես շնորհակալ եմ պարոն Ոսկանյանին, որ սա մենք համարենք մի սկիզբ, որ արդեն սկսենք բովանդակային քննարկել եւ հասկանալ, թե Հայաստանում ինքնության ինչ փոփոխություններ են գնում եւ որն է դրա նպատակը եւ ուր է մեզ տանելու։ Մենք շատ երկու հետաքրքիր զեկույցներ ունեցանք եւ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր քննարկում հիմա տեղի կունենա, որովհետեւ ինչպես ես տեսնում եմ, հետաքրքիր արձագանքներ են լինելու նաեւ հարցեր։ Խնդրեմ, ով ցանկանում է Երևանդ Եթե դժվար չի մի քանի ձևակերպներ կուզեի տալ պարոն Ոսկանյանի ելույթի հետ կապված, ես համաձայն եմ պարոն Ոսկանյանի այն թեզի հետ, որ 18 թվականին փաստացի լայն զանգվածները, կարելի ասել այն աղքատ զանգվածները, որոնք օտարված էին, խաղից դուրս էին մնացել պետական համակարգից, լայնորեն մասնակցին այդ process-ի մեջ եւ որը փաստացի դա ոչ միայն մերժում էր նախկին համակարգին, այլ ըստ էության մերժում էր երրորդ հանրապետությանը, բայց ես կուզեի մի թեթև ուղղակի բացեի, թե ինչն էր դրա պատճառը։ Բանը կայանում է նրանում, որ ընդհանրապես հայ քաղաքական վերնախավում տարածված էր այն տեսակետը, որ 88 թվականի շարժման եւ 91 թվականի այսպես ասած պետականության գլխավոր առանցքը ժողովրդի պահանջի դա հայոց պետականություններ եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրման խնդիրներ։ Իհարկե դա դրանք կային, բայց կար երրորդ կոմպոնենտ, որը ցավոք սրտի մեր հայ քաղաքական վերլուծաբանները, ինտելեկտուալները միշտ անտեսում են կամ երրորդական են համարում, դա կայանում է նրանում, որ ժամանակից աշխարհում բոլոր երկրներում աշխարհում ընդհանրապես կապիտալիզմի զարգացման փուլում բոլոր երկրների, բոլոր ազգերի մոտ կար մեկ այլ նաև գաղափար, դա ձևավորել բարոյության պետության գաղափար, այսինքն Государство благоденствия, դա եկավ 30-ական անցյալ դարի 30-ական թվականներից, երբ որ կապիտալիզմի հիմքի ժամանակ, որ վայրի կապիտալիզմի ժամանակ առաջացավ աղքատների եւ հարուստների հսկայական մեծ տարբերություն, երբ որ կրոնը ըստ էության փորձում էր այն դերը կատարել, որպեսզի հարմոնիզացնել այդ հարաբերությունները, եկավ մի խավ, որ ասում էր, որ այդ կրոնը արդեն երրորդական դեր է կատարում, այսինքն դա ըստ էության այսօրվա դրությամբ մարդը պետքա իր այսօրվա կյանքով հասնի մեծ հաջողության նորմալ կյանք ապրելու, այլ ոչ թե ինքը պետք է պայքարի հանունենալի, որ երեխաները կամ ծոռները լավ ապրեն։ Սա ցավոք սրտի դե չգիտեմ, բարեբախտաբար, սա իրականությունը ամբողջ աշխարհում մեկ։ Եվ ըստ էության խորհրդային միության փլուզման շարժիչներից մեկը այն էր, որ բոլոր ազգերը համոզված էին, որ խորհրդային միության փլուզման արդյունքում իրենց ժողովուրդները լավ են ապրելու։ Հայ ժողովուրդն էլ ասում էր, որ ջերմուկով եւ մոլիբդենով ոսկեով մենք կարող ենք Շվեյցարիա դառնանք։ Երբ որ պարզվեց, որ մենք ոչ թե Շվեյցարիա դարձանք, այլ մեր կենսամակարդակը անկում ապրեց անգամներով, հասարակության մեջ առաջացավ մերժում այն մնացածին, որ առաջարկում են 91 թվականին։ Ուղղակի այդ մերժման քաղաքական բանաձևը գոյություն չուներ։ Չկար մի ձևակերպում, որ ասել թե մենք ինչ ենք մերժում, որովհետև շարքային մարդու մոտ դա մերժվում էր, բայց ինտելեկտուալ մակարդակով չկար մարդ, որ ասեր ես մերժում եմ, որովհետև այսպես էր։ Արդյունքում այդ զանգվածների պահանջը մնացել էր անտեսված։ Դրան գումարվեց կապիտալիզմի, այսպես վայրի կապիտալիզմի ներխուժումը մեր հասարակության մեջ, որտեղ առաջացան հարուստներ եւ աղքատների մի հատ հսկայական շերտ, որտեղ սարսափելի անարդարության մակարդակով հսկայական մասսաներ զրկվեցին, այսպես ասած, ժողովրդի հարստությունից եւ մի փոքր խավ հարստության մի զգալի մաս իր
պակ վերցրեց, որտեղ առաջացավ մի հատ հսկայական խզում։ Եվ այդ խզման պետությունը պահպանվում էր բացառապես Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի հաջողության շնորհիվ, այսինքն առաջացել էր մի հատ նոր վերնախավ, այդ վերնախավը լեգիտիմ էր, որովհետև ինքը բերել էր հաղթանակ, բայց ինքը կամաց սկսեց կտրվել հասարակությունից, որովհետև հասարակության ստորին զանգվածը մոտավորապես 80%-ը շատ վատ էր ապրում եւ իրենց համար անհասկանալի էր թե այդ հաջողությունը Ղարաբաղի հաղթանակը իրենց անձնապես իրենց սոցիալական կյանքում ինչ է տալիս կարող է ինչ-որ օլիգարխներ կարող են ինչ-որ օգուտներ քաղային բան բայց իր անձամբ իր կյանքում այդ մարդը ոչ մի բան չէր ստանում որի արդյունքում այդ խզումը գնաց եւ 2018 թվականին հաստատի առաջացավ այդ պայթունը եւ ես համաձայն եմ որ պայթման այսպես ասած լիդերը եւ իր թիմը ներկայացնում են մոտարապես այն տեսակը որը այսպես ասած ներկայացնում էր այդ օխրոկրատիայի հետ 80%-ի այսպես ասած վատ ապրող զանգվածի այսպես ասած շահերը եւ այդ պայթունը դրանով էր պայմանավորված բայց ես մի դետալ եմ ուզում նշեմ պարոն Ոսկանյան որ ըստ էության այն ինչ որ այդ մարդիկ ուզում էին բերեն բնականաբար չէին կարող բերել որովհետեւ այդ զանգվածը ըստ էության չէր կարող բավարարվել այն ինչ որ տարիների ընթացքում այդ զանգվածը արդեն կորցված է այսինքն այդ զանգվածը ֆունդամենտալ հիասթափված է այսօրվա իշխանությունից, որովհետև բնականաբար իրենք մտածում էին, որ այդ նախկինների հարստությունը պետք է բաժանվեր բոլորի մոտ եւ բոլորը միանգամից կհարստանային եւ կդառնային միջին խավի ներկայացուցիչներ, այդ մարդիկ ոչ միայն հիասթափված են, այլ իրենց կենսամակարդակը անկապներով է արդեն վատացել, որպեսզի մի քանի թիվ բերեմ, որ պատկերացնենք, մինչեւ 2018 թվականը բանկային համակարգի տարեկան մաքուր եկամուտը կազմում էր մոտավորապես $50 միլիոն, $60 միլիոն, ու մաքսիմում կարող էր $70 միլիոն, այսինքն ինչքան բանկեր որ կա բոլոր բանկերի համախառն մաքուր եկամուտը տարեկան։ Ուրեմն 2018 թվականից հետո 20 թվականին համախառն բանկերի եկամուտը դառավ $100 միլիոն, 21 թվականին դարձավ $270 միլիոն, 23 թվականին դարձավ $600 միլիոն, 24 թվականին դարձավ $920 միլիոն եւ վերջապես 25 թվականի առաջի եռամսյակում մաքուր եկամուտը կազմում է $250 միլիոն եւ բոլոր կանխատեսումները կարող են ասել որ մինչեւ 1 միլիարդ է հասնելու այսինքն ըստ էության 2018 թվականի այդ 80% վատ ապրող մարդկանց երազանքը ոչ միայն չիրականացավ այլ իրանք ֆունդամենտալ խապված են եւ իրանք կենսամակարդակը շեշտակերեն անկում ապրեց եւ ըստ էության եթե համեմատում ենք մինչև 18 թվականի այդ եկամուտների բաժին համասնությունը, ապա 50-60 միլիոն դոլարից եւ $1 միլիարդ տարբերությունը ցույց է տալիս, որ կարելի ասել, որ Հայաստան ժողովուրդը կանգնած է նոր պայթունի առաջ։ Այդ նոր պայթունը ըստ էության որպեսի չփլի վերջնականապես պետականությունը, ես կարծում եմ, որ սա լուրջ խնդիր է, որ պետք է լուրջ ուսումնասիրության բերվի, իսկ ինչ վերաբերում է ինքնությանը, ապա ես կարծում եմ, այստեղ շատ խորը պետք չի գնալ, որտեղ 91 թվականից հետո շատ այսպես պրոցեսները բերեցին նրան, որ հասարակության մեջ հայ ժողովրդի մեջ առաջացավ մի շատ հասկանալի գաղափար ձևավորել երկու հանրապետություն, մեկ ազգ, երկու պետություն տարբերակով Հայաստանի հանրապետություն եւ Արցախի հանրապետություն։ Ըստ էության հայ ժողովուրդը արդեն համակերպել էր, որ իր պատմական հայրենիքի գաղափարը դա արդեն դառել էր ոչ թե պետական քաղաքականություն, այլ պարզապես ուղղակի սիրողական կամ մշակութաբանական էլեմենտ եւ ոչ մեկի մոտ չկար պահանջ, որ մենք պետք է վերադարձնենք Վանը կամ Բիթլիսը։ Ըստ էության այն ինչ որ կատարվեց 18 թվականից հետո կարելի ասել, որ գնաց երկրորդ հանրապետության, Արցախի հանրապետության լուծարման process։ Այդ լուծարման process-ը այսօր ցինիկաբար անվանում է իրական Հայաստան հասկացողություն, այսինքն Արցախի հանրապետության ոչնչացման եւ լուծարման գործընթացը այսօր, այսպես ասած, ձևակերպվում է, որ մենք ձևավորում ենք իրական Հայաստան, որը ըստ էության նույնպես եմ կրկնում, դա ոչ մի կապ չունի իրական process-ների հետ։ Այսքան բան։ Եղավ, շնորհակալություն, ես եկեք տարբերակենք հարցերը եւ ելույթները, պարոն Բոզոյանի ելույթ էր, որքան ես հասկացա, շնորհակալություն։ Եթե կան հարցեր, խնդրում եմ հարցեր, ուղղակի խնդրում եմ հարցերը հնարավորին կարճ ձևակերպի, ելույթները մինչև 3 րոպե, տեսակետները տարբեր են, կարող են իրար հետ չհամընկնել, որքան չհամընկեն այնքան լավ։ Խնդրեմ պարոն Հարությունյան։
Նախ ուզում եմ նախաձեռնողների շնորհակալություն հայտնել այս քննարկման համար եւ նաեւ բանախոսներին։ Ինձ համար շատ օգտակար մտքեր հնչեցին եւ առանձնապես ուզում եմ առանձնացնել պարոն Ոսկանյանի խոսքը, որը եւ ինստիտուցիոնալ վերլուծություններ էր պարունակում եւ կարծում եմ նաեւ հեռում գնացող եզրակացությունների հիմք էր տալիս։ Բայց ես մի կարճ հարց ունեմ պարոն Ոսկանյանին. ինչ անել։ Մի գեղեցիկ խոսք կար, բայց որ չեմ ասի։ Տեսեք, միշտ այդ բանը հենց ասում են, այսինքն ինչ եք առաջարկում եւ այլն եւ այլն։ Առաջարկում շատ ներողություն, իմ ասացի մեջ ուրիշ բան կար։ Այսինքն որսի դուք ասեք ինչ անել, նոր քիչ առաջ Բոզոյանը անդրադարձավ որոշ բաներին, պատճառներին։ Պետք է հստակ բանաձևենք պատճառներ, որոնք մեզ բերեցին այսօրվան, ոչ թե արդյունքները, հետևանքները, պատճառները, եւ դրա հիման վրա շարադրել որոնք են այն ինստիտուցիոնալ քայլերը, որոնք ձեր կարծիքով կարող են իրավիճակը շտկել։ Նախ Երևանի ասացի կապակցությամբ հիմնականում ես իր վերլուծությունները ընդունում եմ, միայն ինձ թվում է այդ օրինակը բանկերի հետ վերած օրինակը այնքան հաջող օրինակ չի, որովհետև մենք բոլորս գիտենք, որ բանկային այդ ահռելի թռիչքը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ բանկերը լավ են ապրում, մյուսներին ուտում են, այլ այն կոնկրետ իրավիճակով, որը կապված է փողերի լվացման հետ, ռուս-ուկրաինական պատերազմի հետ, այսինքն դա չափանիշ չի, դա ընդհանուր միտումի մեջ է, բայց ինքնին վերցած միայն այդ օրինակը չի ապացուցում, ինձ թվում է։ Սա ուղղակի կարճ դիտարկում։ Չգիտեմ, ես կարող եմ ասել մի բան, մենք ինքներս մենք ասելով ես նկատի ունեմ ուրեմն հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը, որ ես պատիվ ունեմ այստեղ ներկայացնելու, արդեն մի քանի տասնամյակ է, մի շատ պարզ հարց ենք դնում։ Մենք ասում ենք հետևյալը, որ Հայաստանը հասկանալու համար պետք է խոսել այնպիսի մի լեզվով, որը արտացոլում է Հայաստանի իրական process-ները։ Որտեղ միջև հիմա մենք ունեցել ենք երկու հիմնական լեզու։ Մեկը այսպես կոչված ազգային ազատագրական տվայտանքներն են, որ կուրսը ծեծում ես եւ բացատրում ես, որ դու շատ հայրենասեր ես։ Մյուսն էլ դրա հակառակը պսևդոարևմտյան տվայտանքներն են, երբ որ սկսում ես բացատրել, որ ուրեմն մարդու իրավունքներ, շուկա եւ այլն եւ այլն։ Այդ երկու լեզուները նրանով են անընդունելի, որ ոչինչ չեն բացատրում այն իրական process-ների մեջ, որոնք Հայաստանում տեղի են ունենում։ 2018 թվականի սկզբին մենք նախատեսեցինք մի մեծ կոնֆերանս, որը կոչվում էր Հայաստան 2018 իրողություններ եւ հեռանկարներ, որտեղ փորձում ենք ցույց տալ, թե իրական Հայաստանը իրենից ինչ է ներկայացնում։ Հասկանանք էլի։ Հենց դա համընկավ այդ տեղափոխական շարժերի հետ, բայց մենք չհետաձգեցինք, կոնֆերանս արեցինք, երկու հատ էսքան հաստ հատոր հրատարակեցինք, այլ բան է, որ մինչև այդ հատորները հրատարակեցինք, կովիդը վրա տվեց եւ այդ բաները մի քիչ մնացին այսպես արկախ։ Ամենայն դեպս մեր կենտրոնի խնդիրը այն է մաքսիմալ ջանք գործադրել հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում հայաստանյան հասարակությունը, ինչ շահեր կան այնտեղ, ինչ սոցիալական խմբեր կան այնտեղ, ով ինչ է ուզում եւ ով ինչի համար է պայքարում։ Այն ինչ որ ես ասացի շատ պարզ, գուցե սխեմատիկ վերլուծություն էր, բայց քանի որ մենք սիրում ենք էլի խոսել միշտ հայ ժողովրդի անունից, հայ ժողովրդի անունից խոսելիս էլ միշտ բոլորին բերում ենք ուրեմն համահարթում ենք մեկ զանգվածի մեջ, մենք չենք հասկանում ռեալ շահերը, ովքեր կան, ինչ կան, մեր խնդիրը դա է։ Եթե ես կարողանամ այնպես անել, որ մենք մեր հետազոտություններով ավելի այսպես հստակ պատկերացում տանք, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Հայաստանի ուրեմն հասարակությունը, ապա երևի կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչ անել եւ ոնց անել։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, խնդրում եմ 3 րոպեի սահմաններում, եթե ելույթ է։ Կփորձեմ երկուսը մեկտեղել, փոքր դիտարկումներ եւ երկու հարց։ Շնորհակալ եմ բանախոսներին, պարոն Ոսկանյանի դիտարկումների նոր չէ որ ծանոթ եմ եւ մի շարք հարցերի վերաբերյալ իհարկե ֆորմատում այսպես կարճ քննարկումը արդյունավետ չի հնարավոր չի պրոստա։ Մի քանի դիտարկումներ կապված հնչեցված մտքերի հետ հնչեցված որ մենք ռազմական բարդություն մեջ ենք հայտնվել 44-օրյա պատերազմի հետ կապված ցանկացած նույն գոնե իմ պատկերացմամբ եւ 4 առահաշվարկով եւ այն իրողություններին տիրապետելով ինչպեսին որ տիրապետելին ոչ միայն ես կարծում եմ
դա ավելի շատ քաղաքական պարտություն էր եւ ոչ այնքան ռազմական պարտություն, որովհետեւ առնվազն հանձնված հողերի եւ կորուստների հետ կապված դրանք քաղաքական որոշումներ են, ոչ թե ռազմական գործողությունների արդյունքում նահանջի վիճակներ, Սփյուռքի մի քանի միգուցե սնունդ դիտարկումներ լինելու, ուղղակի նշել եմ այդպես, մեր ինքնությունը, իսկ դա շատ կարևոր ու շատ բարդ երևույթ է կարծում եմ, ուղղակի Երևան եւ օրգանապես կապված է Արցախի գոյության կամ չգոյության փաստի հետ, որովհետեւ չմոռանանք, որ մեր անկախության եւ ինքնիշխանության էլեմենտը ծնվել է Ստեփանակերտի հրապարակում։ Այսինքն, երբ որ առաջ եկավ Արցախյան հարաբերական շարժումը, չկար օրակարգային Հայաստանի անկախության խնդիր, հա, կար Արցախի փրկության խնդիր, հետո նոր դա տրանսֆորմացվեց Հայաստանի հետ կապված անկախության օրակարգի եւ կարծում որ միգուցե դա էլ է դերակատարում ունեցել այնպիսի բարդ վիճակի, ինչի մեջ մենք այսօր գտնվում ենք եւ փաստացիորեն մենք պետության գոյության հետ կապված օրակարգի մեջ ենք, գոյության կամ չգոյության հետ կապված ձեր հնչեցրած գրքույկում նշված էր, որ մարդիկ մասնակցել են այսպես կոչված ճակերտավոր հեղափոխական պրոցեսներին 2018 թվականի կապված ընտանիք զավակ այդ փրկության մոդելի հետ, հա։ Ես իհարկե չեմ կիսում այդ մոտեցումը, բայց ես մի ուրիշ օրինաչափություն ասեմ, 44-օրյա պատերազմի ժամանակ ես անձամբ բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ որ տղաները ժամկետային զինծառայողները նրա մասնակցել են ռազմական գործողությունների եւ հայրերը գնացել են հետները բլինդաժ, ասենց ասեմ։ Ես անձամբ ճանաչում եմ ուսանողներից են եղել իմ ծանոթ մարդկանց, այսինքն մեկ ինձ Արամ Մերաբյանը տղայի հետ գնացել է։ Դա առնվազն մի փոքր այլ բովանդակային ու արժեքային էլեմենտի մասին է խոսում։ Ես մասնագիտական եւ այլ հանգամանքներից ելնելով սովորաբար այդ հեղափոխություն բառը միշտ սովորաբար ճակերտերով եմ օգտագործում, բայց այն ամենը ինչ որ հեղափոխությունը կարծում եմ կարող էր ունենալ գործընթացային էլեմենտի մասով երկու փուլ՝ պլանավորման փուլ եւ երբ որ ծրագնդու էֆեկտը սկսեց զարգանալ։ Այո, լյումբե զանգվածը ով նաև մասնակից էր այն պրոցեսներին, որ 30 տարի պայմանական Հայաստանում եղան, շատ պայմանական, հա, քննարկելի թեմա է, իրենք սկսեցին ակտիվանալ, երբ որ հասկացան, որ իրավիճակ է փոխվում։ Բայց ես ամենևին եւ կարելի է այլ քննարկում ապահովել դրա մասով չեմ կարծում, որ ժողովուրդը առհասարակ շահառու եւ սուբյեկտ կողմեր այդ պրոցեսների մասով։ Այսինքն ես կարող եմ անգամ ժամանակագրորեն ասել, թե ով որտեղ որ ժամին է եղել։ Հավանաբար այլ օրակարգով ենք մենք այսօր հանդիպել, ես չեմ շատ չխորանամ այդ էլեմենտի մասով, որքան էլ տարօրինակ է գործող իշխանությունը շատ խելացի է իրան պահում։ Այսինքն, երբ որ իրենք հռչակում են նոր Հայաստան, իրենք գծիկով առաջ են քաշում նոր ինքնություն, եւ այդ նոր ինքնությունը իրական Հայաստանի ինքնությունն է, շատ լավ ծանոթ եմ հայեցակարգին, եւ ինքը կենցաղային ժողովրդի ինքնությունն է։ Այն մարդիկ, ովքեր ունեն առանց պիտակավորումների, առանց բացասական գնահատականների, բայց նյութապաշտական, կենցաղային, բարոյական արժեքներ։ Ցավոք տարիներ շարունակ ունենալով այն իրականություն, ինչի մեջ մենք ապրել ենք, այդպիսի մարդիկ քիչ չեն մեզանով, ու ցավոք այդ հայեցակարգի շահառուներն էլ քիչ չեն լինելու։ Այսինքն միայն մերժողական, քննադատողական թեզերը այստեղ միանշանակ չեն աշխատելու, միգուցե պետք են այլ մրցակցային հայեցակարգեր։ Հասկանում եմ, որ ժամանակը քիչ է, մի փոքր դիտարկում եմ եւ հարցից անցնեմ, տեղեկատվական հասարակության ժամանակակից իրողություններում բավական բարդ է ինքնություն պահել, ինքը անընդհատ մշակման ենթակա երևույթ է։ Այսինքն ավանդական կաղապարացված ինքնությունները էթնիկ ազգային էլեմենտի մասով պետք է լինեն մրցակցային, որպեսզի իրենք կենսունակ լինեն։ Ես առնվազն այսօր գրեթե չեմ տեսնում ինչ որ գործողություն, իհարկե դժվար է հասկանալ նաև ում կողմից, բայց չեմ տեսնում գործողություն, որ ապահովի էթնիկ ազգային ինքնության կենսունակությունը։ Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե շահառու կողմը ով է եւ արդյոք քաղաքացին ինչպիսին է ուզում ինքը լինել։ Իհարկե այդտեղ առաջերտին գալիս է կրթության համակարգի էլեմենտը եւ իդեպ ասեմ գործող իշխանությունը շատ խելացի է այս մասով։ Ինքը ուզում է ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ կա կենցաղային քաղաքացի եւ իրենք գրամ հետեւողական, այո, սպառողական հասարակություն։ Դա միայն մեր հասարակության հետ չի որ կապված է, բայց մենք փոքր ենք եւ մեր ռեսուրսները մեծ չեն, հետեւաբար գոյաբանական խնդիրները շատ ավելի սուր են։ Վերջապես պարոն Օսկանյանին մի հարցադրում, ենթադրելի այն կոնցեպտը, որ մենք պատերազմում պարտված հանրույթ ենք, դրանից հասարակության սոցիալական
իմունիտետի ինչպիսի գործիքակազմ կարելի է օգտագործել, որպեսզի մարդիկ այդ թերի վիճակից, պարտված վիճակից, նաև այն քարոզչական, որ մենք ոչինչ ենք, մենք ունակություններ չունենք, ինչպես հնարավոր է կարճ ժամանակում դուրս գալ, որովհետև միայն այդ պայմաններում է, որ աշխատում են այն թեզերը, որոնց մասին մի զգալի մասով ես խոսեցի։ Ունեք արդյոք այդպես մշակումներ, պատկերացումներ, որովհետև բարդ բանի մասին եմ այնուամենայնիվ խոսում, որոնք հնարավոր են կիրառել կարճաժամկետի մեջ գոնե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ձեր հարցադրման մեջ միատեսվեց ներքին հակասություն կա, որ օբյեկտիվ ներքին հակասություն է, դա այն է, որ մի կողմից երբ որ մենք ասում ենք, որ մենք պարտվել ենք, դա նշանակում է, որ մենք կարծես թե այսպես մեզ խեղճացած ենք զգում, բայց մյուս կողմից էլ եթե մենք չենք ասում, որ մենք պարտվել ենք, մենք չենք կարողանում գիտակցել, հասկանալ, թե ինչ է մեզ հետ կատարվել։ Դրա համար է, որ մենք վերջերս, չգիտեմ, երևի ոմանք տեղյակ են, ուրեմն հրատարակեցինք մի գրքույկ, մեր կենտրոնը հրատարակեց մի գրքույկ, որը կոչվում էր հենց այդպես 44 պարտություն։ Մենք երկար մտածում էինք կանոն ինչ տնենք, էլի։ Հետո վերջը Վիգենի հետ Չիտերյան, որը հիմնական հեղինակներից մեկն էր, ասեց, իսկ կլինի հենց գնենք պարտություն, ասի հենց այդ է։ Այսինքն մեր նպատակն էր ուրեմն այսպես վերցնել եւ հասարակությունը ասել տղեկ պարտվել ենք։ Բարի եղեք, ճանաչեք մեր պարտությունը։ Այսինքն ճանաչել պարտությունը չի նշանակում խեղճանալ, պարտությունը ճանաչել նշանակում է հարց տալ, անողոք հարց տալ այն մասին, թե իսկ ինչի է պարտվել։ Այսինքն որոնք են եղել են բազմաթիվ պատճառները եւ ռազմական, եւ քաղաքական, եւ դիվանագիտական հազարումի, որ մենք պարտվել ենք։ Ինչ է եղել։ Եթե դուք այդ հարցերը չեք վերլուծում, դուք չեք կարող խառնել։ Հետևաբար խնդիրը այն չէ, որ ես հիմա ասենք թե փորձեմ քարոզչական ձևով ասեմ, որ չէ, այնուամենայնիվ մենք պետք է չխեղճանանք։ Չէ, մենք պիտի հասկանանք, որ մենք պարտվել ենք, մենք պիտի հասկանանք, որ մենք ջախջախիչ պարտություն ենք կրել, եւ մենք պետք է մեկիկ վերլուծենք, ահա, թե ինչն է եղել պատճառը այդ պարտության։ Այդ գրքույկում շատ բան չկա գուցե, բայց այն ինչ որ կա, ինձ թվում է սկզբնական մտածելու համար նյութ տալիս է։ Ես չեմ ուզում ուղղակի ավելի շատ ժամանակ ծախսեմ, բայց ինձ թվում է ճանապարհը դա է։ Մի հարց էլ ես տամ, ուրեմն պարոն Բոզոյանի ելույթը ես ձևակերպեմ որպես հարց։ Տեսեք, 91 թվականից հետո Հայաստանի հանրության մի ստվար զանգված ապրել է աղքատության մեջ եւ խորքային ինքը վիրավորանք է կրել, որտեղ հաղթանակ է եղել, հաղթանակից հետո եկել են մարդիկ եւ այդ հանրային ունեցվածքը իրենք անարդար են բաշխել եւ 90-ական թվականներից նույնպես այդ անարդարության զգացողությունը եկել է, չէ՞ որ եկել են մարդիկ, գործարանները ջարդոններ են սարքել, հետո իրենք մտել են խորհրդարան դարել է քաղաքական սեփականաշնորհման կամ իշխանությունը պահելու, երկիրը ոլորտների բաժանելու մեխանիզմ եւ ժողովուրդը եղել է օտարված եւ ահա 2018 թվականին գալիս է ժողովրդի ծոցից դուրս եկած մի տղա եւ ասում է, գիտեք ինչ ժողովուրդ ձեզ թալանել են, ես եկել եմ ձեր իրավունքները պաշտպանեմ, թալանածը հետ բերեմ։ Հիմա հանրության մի զգալի հատված, որը աղքատության մեջ է ապրում, ինքը ոգևորվում է եւ տեղի է ունենում այն, ինչը ուզում եք ճակերտներով գրեք, ուզում եք ճակերտներով մի գրեք, լինում է հեղափոխություն, այսինքն ժողովրդի այդ վիրավորանքը քաղաքական կապիտալ են օգտագործում են, որպեսզի գալ իշխանության եւ շարունակել կեղեքել ժողովրդին եւ նրան խաբելով, բայց ժողովրդի անունից խոսալու ունակություն այդ մարդիկ ունեն։ Հիմա այստեղ հարց առաջանում ժողովրդին ով է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, քաղաքական համակարգն է մեղավոր, մենք ենք մեղավոր, որ մենք այս ժողովրդին չենք հասկացել, իրենք չենք հասկանում, այս ժողովրդի այդ վիրավորանքը դեստրուկցիայի է վերածվել եւ դեստրուկտիվ ուժեր են եկել, որոնք օգտագործում են, բայց կա նաեւ մի քաղաքական համակարգ մյուս կողմից, որ ընդդիմությունը ժողովրդին շարունակում է կերակրել հայրենասիրություն, երբ որ նրանք կոնկրետ պարզագույն կենցաղային խնդիրներ ունեն։ Այս դիլեման ինչպես կարելի է։ Չի կարելի։ Այսինքն իսկապես սա ամենաբարդ խնդիրն է, ուրեմն տեսեք, մի կողմից իսկապես մենք ունենք այն, եթե կարճ ասենք, այդ բոլոր բաների դες համաձայն եմ, միակ բանը, որ այստեղ փոքրիկ չեջգրտում Երևանի ասացի հետ կապված,
Ես չեմ կարծում, որ խոսքը եղել է բարօրության հասարակության ստեղծման։ Իսկապես ինձ թվում է ավելի ճշգրիտ է Ստեփանի ասածը արդարության զգացողության։ Բարօրությունը ինչ բարդ բան է, էլի։ Արդարության զգացողության պահանջ է եղել, արդարության պահանջ է եղել, որը չի իրականացել։ Հիմա ինչ կարելի է անել։ Այստեղ խնդրեմ կա։ Ես մի անգամ արդեն Ռուբեն Վարդանյանի անունը տվեցի, երկրորդ անգամ եմ ստիպված տալ։ Մի 2 տարի առաջ ինքը կազմակերպել էր շատ հետաքրքիր քննարկումներ, ուղղակի խնդրել էր մարդկանց, որոնք ոչ մեկը քաղաքականության մեջ չեն, ինքը չերել ենթադրում պետք է լինեն քաղաքականության մեջ, ես էլ քաղաքականության մեջ չեմ, քննարկում էին ուղղակի հասարակության հետ կապված հարցեր։ Եվ այնտեղ մի այսպիսի հարց բարձրացավ։ Լավ, ենթադրենք մենք ունենք մի հասարակություն, որին ենթադրենք թե մարդիկ ուղղորդում են պոպուլիստական, ուրեմն հայտարարությունների միջոցով։ Հարց է առաջանում, ինչպես է հնարավոր այդ պոպուլիզմի դեմը առնել։ Ուրեմն ռացիոնալ խոսքը չի աշխատում։ Այդ բոլորին հասկանալի է։ Մենք այստեղ կարող ենք նստել, մի քանի հոգով խոսենք, բայց ասենք շատ բաներ կա, որ ինձ ասում են հեռուստատեսության մնա խոսի, ասում եմ ում համար խոսեմ։ Լայն զանգվածի համար ռացիոնալ խոսքը չի աշխատում։ Ուրեմն հարց է առաջանում, ինչով պետք է դու այդ պոպուլիզմը հաղթահարես։ Անկախ նրանից ով է այդ պոպուլիզմի կրողը։ Մեկ այլ պոպուլիզմով։ Լավ, բայց եթե մեկ այլ պոպուլիզմով է դեպքում դու ինչով ես ավելի լավը, քան թե այն մեկը։ Ռուբենը այդ հարցը շատ այսպես սևեռված տալիս էր, դրան այդ հարցը անհանգստացնում էր։ Ինչով է կարելի պոպուլիզմը հաղթահարել։ Եվ մեր բազմաթիվ քննարկումների բաների արդյունքում մի շատ հետաքրքիր այսպես եզրակացության եկավ ինքը, մեզ էլ ոնց որ թե մի քիչ համոզեց, թե երևի անձնական օրինակով։ Եթե ես չեմ կարող ռացիոնալ փաստարկներ բերել, եթե ես չեմ կարող պոպուլիզմին հակադրել պոպուլիզմ, ուրեմն գուցե պետք է անել պարզապես անձնական օրինակով։ Այ ես գնում եմ, դուք էլ իմ հետևից եկեք։ Փորձը ցույց տվեց, որ այդ օրինակը բացարձակապես չաշխատեց։ Ոչ միայն չաշխատեց իր ճակատագրի առումով, այլև այդ իր գործողության գնահատման առումով էլ չաշխատեց։ Ես չգիտեմ։ Ես ուղղակի որպես, այսպես ասած, տվայտանք։ Շնորհակալություն, կարծեմ պարոն Դանիելյանն էր ուզում ելույթ ունենալ։ Շնորհակալություն նախ կազմակերպիչներին եւ երկու բանախոսներին իսկապես արձիական թեմա է ընտրվել եւ բոլորս էլ շատ լավ երևի թե հասկանում ենք, որ ազգային ինքնությունը ուղղակիորեն փոխկապակցված է ազգի գոյապահպանման խնդրի հետ։ Չկա ինքնություն, չկա ազգություն։ Եվ այս տեսանկյունից երկու հարցի է ուզում անդրադառնալ նախ ցեղասպանության հետ կապված, թե ինչ կապ ունի ցեղասպանությունը ազգային ինքնության հետ եւ հայ եկեղեցու դերի հետ կապված սփյուռքի հետ փոխհարաբերություններում։ Երկրորդ հարցին կարճացնեմ, որ մենք ունենք հրաշալի կարծես թե հնարավորություն, որը երբեք չենք օգտագործել հավուր պատշաճի եւ առավել եւս հիմա չենք օգտագործում։ Եվ եթե համադրության մեջ նայենք թուրքերին եւ ադրբեջանցիներին, իրենք օգտագործում են միայն դիվանագիտական խողովակները եւ շատ լավ են օգտագործում։ Ընդհանուր հասան նրան, որ կարողացան Վատիկանում կազմակերպել քրիստոնեություն Ադրբեջանում վերտարությամբ գիտաժողով։ Մենք ունենք հսկայական հնարավորություն եւ համոզված եմ, որ պարոն Զերունյանը եւս դա կհաստատի եւ այդ մասին ինքը ակնարկեց, որ հայ առաքելական եկեղեցին իր բոլոր թեմերով, ծուխերով, պատրիարքություններով կարող է աջակցել այս հարցին։ Եվ անում են այդ խնդիրը, իրենք անում են կրոնական կազմակերպությունները, այստեղ զուտ քարոզչական աշխատանքով չեն զբաղված։ Իրականացնում են եւ մշակութային արժեքների եւ հոգեվոր արժեքների պահպանություն։ Երկրորդ հարցի հետ կապված մենք շատ ենք խոսում, թե ասենք ցեղասպանությունը համարվում է ազգային ինքնության գրավական։ Նույն ասես պարոն Զերունյանը, իմ իսկապես խնդիր առաջանում, լավ ինչպես է գրավական։ Ինչ կապ ունի հայոց ցեղասպանությունը ինքնության հետ։ Ընդհանրապես, երբ նայում ենք կոնվենցիան, երկրորդ հոդվածում մտադրության մասին է խոսվում, որպեսզի մարդկանց սպանությունը, մարդկանց ոչնչացնելը կամ փորձը, բնականաբար այստեղ նկատի ունենք ազգությունները, ցեղերը, կրոնական համայնքները, համարվի ցեղասպանություն, պետք է ուղղակի լինի մտադրություն, ոչնչացնելու կամ ոչնչացնելու փորձ։ Բայց նպատակը ավելի կարևոր է։ Եվ որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կապ ունի ցեղասպանությունը, ինչու է սա դարձել խիստ պահանջված թեմա, պետք է հասկանանք, թե ինչ կապ ունի ազգային ինքնության հետ։ Իսկ նպատակը, երբ բացահայտում ենք, արդեն կարծես թե ամեն ինչ իր տեղն են գնում։ Եթե մենք տեսնենք ինչ տեղի ունեցավ Թուրքիայում ցեղասպանությունից հետո եւ ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում, անմիջապես վերջերս կատարված իրենց ցեղասպանական քաղաքականությունից հետո թերևս ամեն ինչ պարզ կդառնա։
հայոց ինքնությունը, կրոնական արժեքները, հոգևոր արժեքները, ընդհանրապես մշակութային արժեքները յուրացվում են, կամ ոչնչացվում են, կամ յուրացվում են, կամ պարզապես նսեմացվում են, երբեմն էլ արտահայտություններ են թույլ տալիս, թե իբրև թե Հայաստանում չկան այնքան եկեղեցիներ, ինչքան Թուրքիայում։ Երևի թե ուզում են ընդգծել, որ իրենք այնքան հանդուրժողական են, որ թույլ են տալիս իրենց տարածքում, իրենց պետությունում եկեղեցիներ կառուցել, թեպետ հասկանալի է, բայց հասկանալին դեռ քիչ է, պետք է սա տեղ հասցվի, որ եկեղեցիները կառուցվել են դեռ մինչև Թուրքիայի պետության ձևավորումը։ Եվ այս տեսանկյունից անմիջապես տեսեք, երբ Արցախահայությունը հայաթափվեց, դուրս եկավ, հաջորդ օրին իրենք սկսեցին ոչ թե արդարացնել, թե ինչու են իրենք ուղղակի զբաղվել այդ քաղաքականությամբ, այլ ասել, որ մշակութային արժեքներ հայությանը պատկանող գոյություն չունեն, դրանք բոլորն էլ ադրբեջանական են, աֆղանական են եւ այլն, կան ոչնչացնի, եթե հնարավոր չի յուրացնել, եւ այս տեսանկյունից ցեղասպանության արժեքը մենք պետք է հենց այս ասպեկտով դիտարկենք, ոչ թե պարզապես փորձենք ճանաչել, պարզ Ստեփանյան, ձեր համառոտագրում այդ տերմինը կար, ես կխնդրեի ուղղակի ճանաչել եզրույթը մի քիչ օգտագործենք, որտեղ արդեն ճանաչված է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է հենց թուրքական դատական ացիաների կողմից 1921 թվականներին։ Իհարկե չեն օգտագործել իրենք ցեղասպանություն եզրույթը, բայց էթնիկական խմբերի զանգվածաբար ոչնչացումը կազմակերպված, դա շատ բոլոր դատական ակտերում կա եւ դատական ակտերը հրապարակվել են Վատիկանի 4 հատորյակում։ Մի խոսքով ես գտնում եմ, որ այս հարցերը կարևոր են եւ ավարտելով պարոն Հարությունյանի հարցը եւս կարծում եմ առանցքային է ինչ անել, պետք է մարդկանց ուղղակի հասանելի դարձնենք այս մտածումները, այս մոտեցումները, որովհետեւ եթե մենք սա չանենք, իհարկե ես մեծ հույս չունեմ, որ այս փոքրիկ աշխատաժողովները կկարողանան մեզ խնդիր լուծել, բայց պետք է պարբերաբար փորձենք այս արտակները օգտագործել, որևէ հակահայ ապազգային ելույթ կամ չգիտեմ արտահայտություն պետք է անպատասխան չմնա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նաև շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչ է ազգային, ինչն է հակահայ, ինչն է հայկական, ազգայինի տակ ինչ ենք հասկանում, դրա տրանսֆորմացիաները, ազգային էթնիկականը եւ պետականը, գուցե պարոն Ոսկանյանը որպես փիլիսոփա շատ լավ կարող է ելույթ ունենալ դրա մասին, բայց ես կարծում եմ պարոն Դանիելյան նաև շատ կարևոր է, որպեսզի գոնե փորձագիտական շրջանակներում մենք փորձենք նաև տերմինների վերաբերյալ եւ տերմինների բովանդակության վերաբերյալ գալ որոշակի համաձայնության, որ դրանք լինեն հասկանալի, որ կարողանանք մենք առաջ շարժվել։ Պարոն Ոսկանյան, ուզում եք արձագանքեք։ Չէ, ես միայն մի հարցի շուրջն եմ ուզում ասել, ուրեմն խոսք եկավ եկեղեցու մասին։ Խոսք գնաց եկեղեցու մասին, ուղղակի ես ուզում եմ ասել, որ մենք առաջիկայում հիմա սկսում ենք ուրեմն քննարկումների մի շարք, որը կգնա շողակաթով, որը վերաբերվում է եկեղեցուն։ Այսինքն մենք ֆորմատը որոշել ենք 4 հոգի, 2 հոգևորական եւ 2 աշխարհիկ ուրեմն, այսպես տարբեր 2 հոգի մնում է, 2-ը փոխվում են։ Ինչու ենք մենք այդ հարցը որոշել, որովհետեւ տեսեք, վերջերս այդ շարժումներ եղան, որտեղ տարբեր հոգևորականներ ակտիվ դեր սկսեցին խաղալ, սկսած այդ ուրեմն Սրբազան շարժումից, հետո Միքայել Սրբազանի ելույթները, ուրիշներինը, եկեղեցունը, եւ հարց առաջացավ մեզ մոտ, լավ, իսկ եկեղեցին ինքը արդյոք այդ հարցը դնում է իր առաջ, թե այսօր եւ վաղը ինչ տեղ է ինքը գրավում հայաստանյան հասարակության մեջ։ Չէ՞ որ սովետական ժամանակ հասկանալի է, պետականորեն այդ ամբողջ այսպես ֆիքսված էր, հիմա ոնց որ ինքնուրույնությունը ինչ են անում այդ ժողովուրդը, ինչ են ուզում արած լինել։ Եվ շատ հետաքրքիր էր ինձ համար, որ երբ որ ես առիթ ունեցա խոսելու բարձրաստիճան հոգևորականներից մի քանիսի հետ, պարզվեց, որ իրենց էլ այդ հարցը շատ հետաքրքրում է։ Դրա համար հիմա մենք եւս որպես մեկ գործոն այս հասարակության մեջ, ոչ թե անպայման քաղաքական պոզիցիա, եւս որպես մեկ գործոն նախատեսում ենք քննարկել այդ հարցը, մի 6-ը հիմա արդեն նախատեսված է քննարկում, ամառվա ընթացքում կլինի հունիսից կսկսվի, եթե դες համար հետաքրքիր է կարող եք նայել, ուղղակի այդքան։ Շնորհակալություն, Կրիստինեն հարց ունի, որից հետո պարոն Հարությունյանը կարճ ելույթ ունի։ Նախ ասեմ, որ 2018 թվականին ձեր նշած խավը չի մասնակցել փողոցային գործողություններին, մասնակցել է լրիվ այլ խավ։ Այդ խավը մասնակցել է միացել է ընտրություններին
երբ որ արդեն եղել է ժողովրդին վստահված ընտրություն 2018-ի դեկտեմբերին, ձեր ասած ունեզրկվածները, եւ միացել են փողոցայինին որոշ մասով հանրապետության նախագահի հրաժարականից հետո ասում են որպես վկա եւ մասնակից։ Ինչ վերաբերում է քրեաօլիգարխիկին, մենք գիտենք, որ այդ բոլոր օլիգարխները ընդունեցին խաղի նոր կանոնները հենց սկզբից, հենց առաջի օրվանից եւ համարվեցին խոշոր գործարար, այլ ոչ օլիգարխ եւ այլը։ Ինքը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, այսօրվանից իրանք խոշոր գործարարներ են եւ իրանք ուրիշ ձև պետք չի անվանել, այսինքն իրենք մասնակից են իրենց առաջի օրվանից։ Եվ իմ հարցը հետեւյալն է. 2018 թվականին հեղափոխություն է եղել։ Կրիստինա, եթե կարելի է, ես շատ կարճ արձագանքեմ միջև պարոն Ոսկանյանին խոսքը տալը։ Ես երբ հասկացա, որ 18 թվականի շարժումը դարավ ժողովրդական շարժում, երբ որ հրապարակում սկսեցին խորոված անել եւ դրոշի վրա բլոտ խաղալ, ես ասի սա մտավ ժողովրդի մեջ, սա արդեն ժողովուրդն է։ Սա արդեն ժողովուրդն է միացել։ Իսկ միջև այդ այնտեղ երիտասարդներ են, որոնք քաղաքացիական արժեքներից են խոսում, Ռուսաստան դրոշներն են, ոտի տակ տալի, դա արդեն ինչ որ արժեքներ կրող ճակերտներում թեկուս զանգված են։ Ինչ վերաբերում է օլիգարխները երբ են դառնում խոշոր գործարարներ, երբ որ օլիգարխները քաղաքականության մեջ չեն լինում, երբ որ օլիգարխների կուսակցություն ազգային ժողովում չի լինում, երբ որ օլիգարխների կուսակցությունը մտնում ազգային ժողով կամ եղած կուսակցությունը արդեն խոշոր տնտեսական շահեր է ներկայացնում, ձևավորվում է քրեաօլիգարխիկ համակարգ։ Հիմա ես ասում եմ 18 թվականից հետո մի կողմ դնենք դա այն իշխանություն էր, գուցե ավելի վատներ, քան քրեաօլիգարխիկ համակարգը, բայց դա քրեաօլիգարխիկ համակարգ չէր։ Երևանի ընտրություններում սկսվում է իմ կարծիքով, գուցե սխալվում, քրեաօլիգարխիկ համակարգի կառուցումը, այսինքն կուսակցությունը տնտեսական շահերի վրա հիմնված մտնում է քաղաքականության մեջ։ Իմ կարծիքի հետ կարելի է համաձայնել, ուղղակի ես խոսքը տալիս եմ պարոն Ոսկանյանին, որը պատգամավոր է 21 թվականից։ Մենք Եվ ոչ մի հատ։ Հա, բայց ինքը այնտեղ հարց լուծող չի, ինքը հարց շահող է եւ բաժանող է։ Բայց լավ, սա չվիճենք։ Շատ կարճ, նախ եւ առաջ ես համաձայն եմ այդ process-ը նկարագրելու հետ, այդպես էլ եղել է, ոչ ոք չի ասում, որ առաջին օրվանից ասենք թե գյուղացին գնացել է հեղափոխություն անելու, դա դուք լիովին իրավացի եք այստեղ։ Քրեաօլիգարխիկ համակարգը մի բան է, դա համակարգ է, որոշակի քաղաքական ստրուկտուրա է եւ մեխանիզմ, իսկ առանձին օլիգարխը մի բան է։ Այսինքն օլիգարխը կարող է լինել օլիգարխ, բայց եթե դուք ասենք թե այդ քանդեք համակարգը, նա կարող է օլիգարխիկ համակարգի մասը չլինի։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ես երկար ժամանակ մտածում էի ինքս էլ հեղափոխություն էր, հեղափոխություն չէր, սկզբից հակված էի ենթադրել, որ գուցե հեղափոխություն էլ չէր, բայց հիմա կարծում եմ, որ իհարկե հեղափոխություն էր, բայց այսքան բանը մեկ ինչ են քննարկում։ Հեղափոխությունը պոզով ոչով չի լինում։ Մտածեք, ես ինչու պարոն Ոսկանյանին հարցրեցի ինչ անել։ Մինչ այդ ես փորձեցի նաև վստահեցնել, թե հարցադրման իմաստը որն է։ Ուզում եմ ասել, ինչին մենք հիմա ականատես ենք լինում, դրա պատճառները որտեղից են գալիս։ Ես կարծում եմ շատ սխալ, ես իդեպ պարոն Ոսկանյանն հետ մենք 90-ական թվականներից դեռևս Գերագույն խորհրդի շրջանակներում ենք համագործակցել եւ պետք է ասեմ, որ իր նկատմամբ մեծագույն հարգանք եւ համակրանք։ Սա անկեղծ եմ ասում, կապ չունի այսօրվա քննարկման հետ։ Չէ, բայց չկա, ես ասացի ու վերջակետ։ Հիմա ուրիշ բան եմ ուզում ասել։ Այդուհանդերձ ես այն կարծիքին եմ, այդ քրեաօլիգարխիկ համակարգ, արդարության լուրջ դեֆիցիտ կամ եթե կարելի ասել սոցիալական բևեռացվածության խորը բարձր մակարդակ, այս ամենը հետևանք էին նախկինում ինստիտուցիոնալ բնույթի խեղումների։ Սա շատ էական եմ ես համարում։ Ու դա սկսվեց 90-ական թվականների հատկապես նոր Բոզյանը օգտագործեց բռի կապիտալիզմ, կարծեմ տեսնի ֆրազ, վայրի կապիտալիզմ, ես կլրացնեմ։ Դա ընդհանրապես կար Վաշինգտոնյան կոնսենսուս, եւ այդ Վաշինգտոնյան կոնսենսուս կոնցեպտը դատապարտված էր կամ փաթաթված էր հետխորհրդային բոլոր երկրների, որի իմաստը կանում էր հետեւյալում։ Բավական է ստեղծել արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականության ինստիտուտ եւ շուկան կաշխատի։ Դա ամենամեծ
ծախողումներ։ Ավելին, մենք ոչ մենք գնացինք այդ ճանապարհով, այսինքն մենք գնացինք հողի արտադրական կարողությունների համատարած սեփականաշտորման առանց գիտակցելու իդեպ։ Ես ես իրավունք ունեմ այս խոսքեր ասել, որտեղ ժամանակ վեճ եմ ունեցել քաղաքական ղեկավարության հետ։ Առանց գիտակցելու, որ սեփականաշտորման իմաստը սեփականությունը արդյունավետ օգտագործելու ունակություն ու փորձառություն ունեցող անհատների հայտնաբերելն է։ Այսինքն դու գտնում ես, որ պետությունը անորակ ոչ արդյունավետ սեփականատեր է, եւ դա ճիշտ է, դրա համար դու փորձում ես սեփականաշրջման միջոցով ձեռք բերել նրանց, ովքեր ունակ են տնտեսական որակյալ արդյունավետ որոշումներ կայացնել եւ ստանձնել այդ որոշումների հետևանքների պատասխանատվությունը։ Մենք 90-ական թվականներին օբյեկտիվորեն նման խավ չէինք կարող ունենալ։ Օբյեկտիվորեն չէինք կարող ունենալ, որտեղ խորհրդային միությունում տես խավ չէր կարող ձևավորվել։ Հետաբար սեփականաշնորհել ըստ էության նշանակում էր, ժամանակ շատ լավ տարածված էր եւ անուշ շատ օգտագործում էր բառը արշակը սադեմ, պրիվատիզացիա, որը արդյունքում ինչ եղավ արտադրության միջոցները, որտեղ հողը բաշխվեց քիչ թե շատ սոցիալապես արդարացի, բայց թողնենք այդ մի կողմ։ Արտադրության միջոցները հայտնվեցին իշխող քաղաքական ղեկավարության մերձակավորների շրջանակում։ Արդյունքում մեզանում ձևավորվեց որպես կանոն օրենքի հետ խնդրեմ ունեցող տնտեսական իշխանություն, որը կարող էր գոյատևել միայն եւ միայն քաղաքական տանիքի պայմաններում։ Այստեղից էլ ձևավորվեց բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը։ Հետագայում թե 95, թե 96 թվականի հետագա բոլոր ընտրություններում, այդ թվում նաեւ իդեպ 18 թվականի ընտրությունները, ես ուզում եմ որ դուք դա էլ իմանաք։ Ըստ էության այս բանից ձերբազատված չեն եղել երբեք։ Որովհետև միշտ իշխանությունը դիտվել է ինչ որ մի ունեցված կամ գույտ կարողություն պահպանելու հնարավորություն, լավագույն հնարավորություն։ Էլ չեմ ասում, որ տևական ժամանակ իշխանության մեջ գտնվելը, իշխանության մաս կազմելը, տեղական մակարդակում, մարզային մակարդակում կապ չունի։ Դա ընդհանրապես սեփական տնտեսական խնդիրներ լուծելու ամենառացիոնալ ճանապարհն էր։ Մարդիկ գնում էին որպես կանոն անդամագրում էին այն կուսակցությանը, որի լիդերը հաջողություն արձանագրելու ավելի մեծ հավանականություն ուներ։ Ոչ մի գաղափարախոսություն չկան տես բաներ։ Եվ արդյունքում օրինակ հայ համազգային շարժման պես ասեցիք իդեպ եւ լուրջ քաղաքական հենք գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը լրացվեց, այսպես ասենք, ես ասում եմ պապուչիկի։ Մարդկանցով, որոնք ոչ մի կապ չունեն դրանց հետ։ Ընդհանրապես գալիս էին, որ ընտրությունները շեֆ հիշում ես, ես ինչ արեցի։ Ինձ մի հատ գործ տուր։ Սա եղել։ Սա վերես նրան, որ մեզանում ձևախեղվեց լավ ապրել հասկացողությունը։ Լավ ապրել նշանակում էր գույք ունեցված փող։ Մշակույթը մղվեց ետին պլավ։ Մենք 90-ական թվականի տեսքում արձանագրել ենք հոգևորի աննախադեպ նահանջ։ Եվ այսօր անտարբերությունը Մարինա ջան, որ նոր խոսում ենք, անտարբերությունը այդ մշակութային այդ ցամաքելն է։ Չկա մարդկանց մոտ հոգի չկա։ Կոստանդզարյանը 1961 թվականին գրել է հայության կոչում փոքր, շատ լուրջ էսսեի պես մի բան, չէ՞։ Շատ հստակ արձանագրում է հայությունը մեկ խնդիր ունի։ Հայաստանը ինքը մշակութային հոգևոր պրոյեկտ է։ Ու եթե մենք խեղվում ենք սրանից, դառնալու ենք այն քաղաքակրթական, արևմտյան քաղաքակրթությունն նկատներ, շուկայի սովորական խանութպան։ Հիմա մենք այդ խանութպաններ չենք։ Էս է իրականությունը։ Հիմա ինչ անել, որ ես հարցը տալիս եմ, ինձ թվում է պետք է վերադառնալ մշակույթին։ Մեզ հոգևոր կյանք է, հոգևոր սնունդ է հարկավոր տալ։ Դժվար է, իհարկե դժվար է։ Մենք փաստորեն ցավոք սրտի, ես իհարկե շատ բաներ կարելի ասել, բայց հիմա ես խոսում եմ իմ պատկերացմամբ ամենակարևորի մասին, կրթություն եւ հոգև։ Մեզ մոտ, մեր երկրում մշակույթի նախարարությունը փակվեց, մի հատ մշակույթի գործիչ ելույթ չի ունեցել։ Մի հատ ձևի համար գրողների միություն, լռություն, գիտությունների ակադեմիա, լռություն։ Բատես բանալ լինում։ Խի հայության համար մշակույթը դա ընդհանրապես այսպես միջոցառումների կազմակերպում է նշանակում։ Այստեղ խոսքը գնում էր նաև ցեղասպանության մասին եւ ես ուզում եմ լրացնել պարոն Դանիելյանի խոսքը։ Գիտեք, ես կարծում եմ մենք ոնց ենք ներկայացնում ընդհանրապես ցեղասպանության խնդիրը։
Սրանց կենցաղային մակարդակում մի հատ որ, բանտեր ժողովրդի այդ բարբարոսները սրի քաշեցին։ Այսինքն էլի հիմնականում կոնցեպտուալ սա է։ Իրավունք չունեն, մարդու իրավունքները բան սրի քաշեցին։ Այդ սովորական ամերիկացին կամ սովորական եվրոպացին միջին, այդ ռոպեին ցելեզր միացնում դեսպանը նույն բանը դերմիանում Սոմալիում։ Ակեզ իր համար հայոց ցեղասպանությունը Սոմալիում տեղի ունեցող կամ Ռուանդայում նույն բանն է։ Նույն տարբերություն չկա։ Մինչդեռ խոսքը բոլորին այլ բանի մասին է։ Ես խորապես համոզված եմ, որ ցեղասպանությունը ունի իր մշակութային հոգևոր բաղադրիչը։ Հային ցեղասպանել նշանակում է քաղաքական աշխարհին, նույն միջին եվրոպացուն, միջին ամերիկացու եւ այլն, զրկել նարեկացուց, զրկել Համբարձումյանից, Գալամյանից, Գուրզադյանից, այսա է պետք է ներկայացնել։ Սա է խնդիրը։ Թե չէ, գիտեք ինչ կա, օրինակ ասենք թե գերմանացիները իհարկե գերմանական, ասենք թե նո էլիտա ինչ որ մի հատված մշակութային կարող է նույնիսկ հիանա հայոց մշակույթով։ Ես դա չեմ մերժում։ Բայց սովորական շարքային գերմանացուն համար հայոց մշակույթը իրանց կեսամբանական աղբյուրը չի հոգևոր։ Մինչդեռ դա պետք է ներկայացնել, ես համոզված եմ, որ այդպեսին է։ Այլապես ինչու պետք է լիներ, ենթադրենք նարեկացին դառնար տեզերական վարդապետ։ Նարեկացին, որը որ Դանթեից գործել է 243 տարի առաջ, մինչդեռ եվրոպացիները Դանթեին են դիտում որպես քրիստոնեության մեծագույն պոետ։ Ուզում եմ ասել, մեր խնդիրը հոգևոր կյանքը վերակենդանացնելն է։ Սա մենք պետք է գիտակցենք։ Առանց սրա ոչ սերունդը դաստիարակվելու, ոչ էլ հայը հայ կմնա։ Սուտ է։ Ես էլի բաներն եմ ասել, բայց չեմ ասում։ Շնորհակալություն, ես կարճ ուղղակի երկու բանի վրա անդրադառնամ։ Առաջինը տեսեք, ես ինքս մշակույթի մարդ եմ, ոտից գլուխ մշակույթի մեջ եմ, ուրիշ բանով երևի չեմ զբաղվում, բայց չեմ կարող համաձայնել Խոսրովի հետ, որ մշակույթը մեզ կփրկի։ Գուցե նրանից է, որ իմ բեքգրաունդը, այսպես ասած, մարքսիստական է, եւ ես ամենայն դեպս համարում եմ, որ շահերը շատ ավելի բան են որոշում, քան թե պարզ մշակույթը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ եղավ, ոնց եղավ, ես մենակ մի դեպք պատմեմ իմ կյանքից, այն ժամանակ, երբ որ մենք Խոսրովի հետ նույն պարլամենտում նստած էինք, այդ դեպքը ինձ թվում է տպավորիչ էր։ Ուրեմն մենք ընտրվել ենք պարլամենտ այսպես 50-50-ի։ 50 հայոց համազգային շարժումներ, 50-ը կոմունիստներն են։ Ես հայոց համազգային մոտավորապես 50-50 էր գալիս, հիմա չեմ կարող այդպես վիճել, որովհետև չէ, մի քիչ գնում գալիս էին, ինչևէ։ Հիմա երբ այդ բանը ուրեմն փոխվեց, կարգը, որովհետև սկսեց գնալ ուրեմն ընտրություն։ Դե հայերս գիտենք, ով որ ասենք շեֆն է, նա էլ ուրեմն հաղթել է։ 3 անգամ ընտրվել են ուրեմն բանի, ուրեմն Տեր-Պետրոսյանի եւ Վլադիմիր Մովսեսյանի միջև բրցակցություններ գնում, 3 ընտրություն է եղել, միշտ Տեր-Պետրոսյանը ավելին էր հավաքում, բայց այնքան չէր հավաքում, ինչքան իրեն պետք էր։ Վերջում ուրեմն այնուամենայնիվ հավաքեց, էդ էլ շնորհիվ են բանի, որ մի քանի երիտասարդ կոմունիստներ վերջում դուրս եկան եւ ասեն տղեկ, մենք ինչի համար ենք պայքարում։ Ինչքան մենք պետք է ձևանենք, որտեղ ինչ որ բան է տեղի ունենում, եւ այդ շրջվելը բերեց նրան, որ Տեր-Պետրոսյանը հաղթեց։ Երբ որ Տեր-Պետրոսյանը հաղթեց, միանգամից արդեն համարվեց, որ խնդիրը լուծված է։ Եվ դրանից հետո ես ունեցել եմ մի ելույթ։ Այդ ելույթի մասին եմ հիմա ուզում ձեզ ասել։ Ես պարլամենտում դուրս եմ եկել Եվ ուրեմն դիմելով կոմունիստներին, որոնք ահռելի քանակությամբ այնտեղ նստած էին, Խոսրովը ճիշտ ասում, եթե ոչ 50-ից պակաս, ավելի շատ։ Եվ ինչ էի ասում, Ժորժ ջան, ասում էի, դուք ախր, եթե նույնիսկ ավելի քիչ էլ լինեք, քան թե մենք, դուք ահռելի ուժ եք։ Ինչու դուք չեք ուզում լինել օպոզիցիա։ Ինչու դուք չեք ցանկանում դառնալ քաղաքական օպոզիցիա մեզ։ Լավ, մենք ենք ուզում, դուք էլ ուրիշ բան եք ուզում, չէ։ Եկեք դուք էլ դարեք քաղաքական օպոզիցիա, որպեսզի մեր պարլամենտը աշխատի որպես նորմալ պարլամենտ։ Այդ մարդիկ աչքերը փախցնում էին։ Եվ մտածում էին ոնց անեն, այդ Խոսրովի ասած, գնան ասեն շեֆ ջան, մի հատ պաշտոն դու գնամ յոլա գնամ։ Եվ այդպես էլ կոմունիստական կուսակցության ատահրելի զանգվածը, որը մտել էր առաջին պարլամենտ, ոչինչ չձևավորեց։ Այն դեպքում, երբ որ օրինակ Լիտվայում կամ մյուս տեղերում, պարզապես կոմունիստները դառան սոցիալիստներ, եւ մի քանի տարի հետո, երբ որ այդ շարժումը սկսեց արդյոք կոտրվեց, իրենք եկան իշխանության։ Մենք դա չարեցինք։ Այնպես որ Խոսրով ջան, մենակ մենք չենք մեղավոր, դուք եք մեղավոր։ Շնորհակալություն պարոն Ոսկանյան, շատ հետաքրքիր եւ խորքային վերլուծության համար։ Ես կարծում եմ այդտեղ շատ մտքեր կան, որոնք մենք պետք է մտածենք, առաջ գնանք, փորձենք հասկանալ,
Ես կարծում եմ, որ մենք մեր ժողովրդին վատ ենք ճանաչում եւ դա նաեւ մեր վատ աշխատանքի հետևանքն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այլ նման process-ներ են տեղի ունենում եւ եկել է մի իշխանություն, որը ըստ էության ոչնչացնում է մեր ազգային արժեքները, բայց հենվում է, որքան է ցավալի չի հանդրության մի զգալի հատվածի վրա, որը իրեն տարիներ ի վեր անտեսված էր զգում։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ մասնակցելու համար։